Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Ամուսնուս հուղարկավորության օրը ես իմ հյուրասենյակում բռնեցի որդուս, նրա կնոջն ու փաստաբանին։ Նրանք բարձրաձայն կարդացին կտակը։ Տունը որդուս, որպիսի նա նոր ընտանիք կառուցի։ Իսկ դու իմ կին, ժամանակն է առաջ գնալու։ Քեզ տրվում է 24 ժամ հեռանալու համար։ Ոտքերս թուլացան, բայց արցունքներս զսպեցի ու դուրս եկա, առանց մի խոսք ասելու։ 3 օր հետո ես գտա այն գրառումը, որ նա ինձ տվել էր մահից առաջ։ Եվ երբ կարդացի, թե ինչ էր գրված այնտեղ, նախքան շարունակելը խնդրում ենք պատմել, թե որ երկրից եք և քանի տարեկան եք։ Մեզ շատ հաճելի է ճանաչել մեր լսարանը։ Հաճելի լսումներ։ Ես վերադարձա ամուսնուս հուղարկավորությունից այնպիսի զգացումով, կարծես կրծքիս միջից սիրտս փոկել էին։ 5 տարի ես ապրել եմ միայն նրա հիվանդությամբ, միայն նրա հաբերով, ներարգումներով, անալիզներով, գիշերային հառաչանքներով։ Իսկ հիմա վերադարձել եմ մենակ։ Սև գլխաշորով, աչքերս արցունքից կարմրած, ներսում դատարկությամբ։ Բացեցի մեր տան դուռը։ Ոչ պարզապես պատեր, այլ իմ ողջ աշխարհը։ Այստեղ մենք ապրել ենք գրեթե կես տար։ Այստեղ ծնվել են իմ երեխաները։ Այստեղ ես գիշերներով նստել եմ Ռուբենի անկողնու մոտ, մինչ նա ցավից խեղդվում էր։ Հենց շեմը հատեցի, սենյակում արդեն նստած էին։ Բազմոցին, որը միշտ Ռուբենինն էր, հարմարավետ տեղավորվել էր որդիս Միքայելը։ Կողքին կինը Վիկտորիան, ամբողջովին կոկիկ մեյքափով, կարծես ոչ թե հուղարկավորության էր եղել, այլ ինչ-որ հանդիպման։ Եվ էլի մեկ տղամարդ, որին երբեք չէի տեսել, մոխրագույն կոստյումով, կաշվե պորտֆելը ոտքերի մոտ։ Ես դեռ գլխաշորը չէի հանել։ Արցունքները դեռ չէին չորացել դեմքիս վրա։ Երբ այդ անծանոթը ոտքի ելավ, բացեց թղթաբանակը և հարթ ձայնով ասաց. Ես փաստաբան Կիրակոսյանն եմ։ Միքայելը կանչեց ինձ կարդալու ձեր ամուսնու կտակը։ Ականջներիս մեջ զնգաց. Ինչ կտակ։ Մենք Ռուբենի հետ երբեք լուրջ չէինք խոսել դրա մասին։ Ամեն ինչ հետաձգում էինք, կարծես մահը կհետաձգվեր, եթե չի հիշատակվեր։ Ես կանգնած էի դրան մոտ, մատներով ամուր բռնած պայուսակիս, իսկ նա արդեն կարդում էր, չոր, օտար ձայնով, առանց ընդհատելու իմ տեսքի վրա ուշադրություն դարձնելու, առանց ոչ մի կաթիլ կարեկցանքի։ Այդ կտակով մեր տունը, այն տունը, որ մենք Ռուբենի հետ կառուցել էինք աղյուս առ աղյուս, որտեղ ես դույներով ջուր էի կրում, լվացքանում, եփում, երեխաներ մեծացնում, ամբողջությամբ անցնում էր Միքայելին, ամբողջությամբ, առանց բաժինների, առանց կայմանների, նրան, որպիսի կայունություն ապահովի իր ընտանիքի և ապագա երեխայի համար։ Իսկ իմ մասին, կնոջ, ով առավոտյան միայն հուղարկավորել էր ամուսնուն, ընդամենը մեկ սառը նախադասություն կար. ինձ տրվում էր 24 ժամ իրերը հավաքելու և տունը ազատելու համար։ 24 ժամ։ Ոչ շաբաթ, ոչ ամիս, մեկ օր։ Ես աչքերս բարձրացրի Միքայելի վրա, հույս ունենալով, որ գոնե նրա հայացքում կտեսնեմ, որ սա ինչ-որ սխալ է, հիմար կատակ, որ հիմա ամեն ինչ կբացատրեն, կմխիթարեն։ Բայց Միքայելը համառորեն նայում էր հատակին ինչ-որտեղ։ Իսկ Վիկտորիան հազիվ նկատելիորեն ժպտում էր շուրթերի անկյուններով, թաքցնելով գոհունակությունը։ Բայց ես տեսել եմ։ Ես ոչ մի խոսք չասացի, պարզապես շրջվեցի ու գնացի իմ սենյակը, իսկ որոշ ժամանակ անց տնից դուրս։ Ոտքերս այնքան էին դողում, որ հազիվ իջա աստիճաններով։ Աշխարհը շուրջս կարծես լողաց։ Դեռ առավոտյան ես կին էի, տան տիրուհի։ Իսկ երեկոյան այրի, որին սեփական տնից դուրս էին շպրտել։ 3 օր ես ապրեցի շուկայի մոտ գտնվող էժան հյուրանոցում, փոքրիկ համար, նեղանկողին, պատեր խոնավության և էժան օդը թարմացնողի հոտով։ Փոքրիկ լոգարան։ Իմ իրերը տեղավորվում էին 2 ճամպրուկի և 3 ստվարաթղթե տուփի մեջ, 50 տարվա կյանքը մի քանի պարկի մեջ։ Երրորդ օրը ես սկսեցի հագուստները տեսակավորել, գոնե ինչ-որ բան լվանալու համար փոքրիկ լվացարանում։ Ձեռքս առա սև բաճկոնս, նույնը, որով եղել եմ հուղարկավորությանը։ Ռուբենը ինձ շատ տարիներ առաջ էր նվիրել, եկեղեցի գնալու համար։ Շոշափեցի գրպանները և հանկարծ զգացի ներսում ինչ-որ շշացող բան։
Հանեցի կոծկված սպիտակ ծրարը, նստեցի անկողնու եզրին, զգալով, թե ինչպես է սիրտս բաբախում կոկորդիս մեջ։ Բացեցի ծրարը, ներսում մի քանի էջ էր տետրից, գրված ամուսնուս ծեռագրով։ Տեղ-տեղ տարերը պարում էին, խառնվում։ Տեսնելի էր, թե որքան դժվար էր նրան գրի չպահելը։ Վերջում կարամ սա թիվը, մահից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։ Երբ ես կարդացի նամակն ամբողջությամբ, իմ ողջ կյանքը շուռ եկավ։ Ամբողջովին ամեն ինչ։ Մի գնա, լսիր իմ պատմությունը մինչև վերջ, իսկ հետո մեկնաբանություններում գրիր, թե որ քաղաքից ես։ Ինձ շատ հետաքրքիր է, թե որքան հեռու կհասնի իմ պատմությունը եւ քանի կին կլսի այն։ Ես Ռոզան եմ, ես 67 տարեկան եմ, թեև այն ամենից հետո ինչ պատահեց ինձ հետ, երբեմն թվում է, թե արդեն 100 եմ։ Ռուբենի հետ ծանոթացել ենք, երբ ես 19 տարեկան էի։ Մեր ավանում այն ժամանակ տոն էր, մշակույթի տան մոտ, երաժշտություն, պարեր, Բաքվում խորոված, բոլորը իրար ծանոթ։ Ես իմ լավագույն զգեստով էի, մայրիկիս կարած, իսկ Ռուբենը եկել էր շինարարների տղաների հետ, բարձրահասակ, ամուր, արևայրուքով, այնպիսի բաց շպիտով, որ այդ գիշեր, անկեղծ ասած, ես այլևս ոչ ոքի վրա չէի նայում։ Նա խնամում էր պարզ, մեր կերպով, ուղեկցում էր մինչև տուն, գրում էր ծանր պայուսակներ շուկայից, բերում էր խնձորներ իր այգուց։ Մեկ տարի հետո մենք արդեն կանգնած էինք մեր եկեղեցու առջև, սրբապատկերների առաջ։ Ծնողները լաց էին լինում ուրախությունից, հարազատները աղմկում էին, իսկ մենք Ռուբենի հետ, երիտասարդ ու հիմար, հավատում էինք, որ առջևում մեզ սպասում է լավ, պարզ, բայց ամուր կյանք։ Մենք սկսել էինք 0-ից։ Ես աշխատանքի անցա հացի կրպակում վաճառողուհի, կանգնում էի մթնշաղին, որպեսզի հասցնեմ առաջին մեքենային բուլկիներով։ Ռուբենը աշխատում էր շինհրապարակում, ամբողջ օրը կրում էր ցեմենտի պարկեր, ճառագայթներ, աղյուսներ, տուն էր վերադառնում ամբողջովին փոշոտ, արևից այրված։ Մենք խնայում էինք բառացիորեն ամեն ինչի վրա, կողք դնելով յուրաքանչյուր ազատ կոպեկը։ Այդպես մենք կարողացանք գնել փոքրիկ հողամաս Ավանից Այրամասում։ Հիշում եմ այդ օրը, կարծես 3 էր։ Դատարկ հող, ձյունը դեռ ամբողջովին չէր հալվել, իսկ մենք Ռուբենի հետ կանգնած ենք եւ ծիծաղում, որովհետեւ սա մեր հողի կտորն է։ Տունը նույնպես մենք ինքներս կառուցեցինք։ Ռուբենը ընկերների հետ լցնում էր հիմքը, քարե աշխատանքը անում էինք երեկոյան, իսկ ես ջուր էի գրում, աղյուսներ էի տալիս եւ ինքս էի շախտալիս սավաղը, մինչեւ արմունկները ցեմենտով, բայց մենք երջանիկ էինք։ Մենք ոչ միայն տուն էինք կառուցում, այլ կյանք էինք կառուցում մեզ համար։ Հետո մեզ մոտ ծնվեցին երեխաները։ Նախ որդի Միքայել է, մի քանի տարի հետո դուստր Սոֆյան, իսկ հետո եւս մեկ աղջիկ, Տաթևիկը, 3-ը։ Իմ ողջ երիտասարդությունը, ողջ ուժերս գնացին նրանց եւ տան նրա։ 30 տարի ես ապրել եմ միայն ընտանիքով։ Ջարդնում էի ժամը 5-ին առավոտյան, պատրաստում էի նախաճաշ, հավաքում էի ամուսնուս սնունդը տարայի մեջ, երեխաներին դպրոց։ Հագուստը լվանում էի ձեռքով, թասի մեջ, որովհետև լվացքի մեքենան կարողացանք գնել միայն շատ տարիներ անց։ Երեխաների կոլգոտկաներն ու վերնաշապիկները կարկատում էի, մինչև գործվածքն ամբողջովին չքայքայվեր ձեռքերիս մեջ։ Երբ երեխաները հիվանդանում էին, ես գիշերները նստում էի նրանց անկողնու մոտ, դնում էի բանկա, փոխում էի ճակատի վրայի կտորները, լսում էի յուրաքանչյուր շունչ, աղոթում էի Աստվածամոր սրբապատկերի առջև։ Միայն թե ջերմությունը իջնի, միայն թե ամեն ինչ անցնի։ Ռուբենը աշխատում էր առանց հանգստի, այստեղ ես չեմ կարող նրան մեղադրել։ Բայց երբ նա տուն էր գալիս, ուզում էր ամեն ինչ պատրաստ տեսնել, տաք ընտրիկ սեղանին, մաքուր տուն, լվացված երեխաներ եւ հանգիստ կին։ Եվ ես ջանում էի, որքան կարող էի։ Այդպես էր ընդունված, այդպես էին ապրում գրեթե բոլորը շուրջը։ Տարիներն անցնում էին, Սոֆյան եւ Տաթևը մեծացան, գնացին Հայաստանի տարբեր քաղաքներ։ Մեկը ամուսնացավ այլ քաղաքում, մյուսը աշխատանք գտավ։ Գալիս էին ինձ մոտ տոներին, ամանորին, երբեմն ծննդյան օրերին։ Ես հասկանում էի, նրանց իրենց կյանքն է։ Իսկ Միքայելը մնաց, նա ավագն էր, նա տղա էր եւ դեռ հայրիկի սիրելին։ Ռուբենը նրան պաշտում էր, ամեն ինչ ներում էր, միշտ ասում էր. Միքայել մեր գլուխն է, հեռու կգնա։ Երբ Միքայելը դարձավ 25, նա հայտարարեց, որ ամուսնանում է։ Բերեց ծանոթացնելու Վիկտորիային, քաղաքային աղջիկ, ամբողջովին խնամված, նորաձև հագուստով, վարքով, կարծես ավելի բարձր մարդկանցից։ Մենք կազմակերպեցինք հարսանիք։ Անկեղծ ասած, հարսանիքը ես էի անում։ Ես հանեցի իմ գաղտնի խնայողությունները, փողերը, որոնք տարիներ շարունակ կողք էի դինում տնային ծախսերից մի քիչ, թաքցրած թխվածքաբլիթի տուփի մեջ, պահարանի վերին դարակում։ Ռուբենն ասաց, սա մեր ավագ որդինն է, պետք է ամեն ինչ մարդկային ձևով անել։ Ես համաձայնեցի։
Հարսանիքը մեծ էր, աղմկոտ, ինչպես մարդկանց մոտ կենդանի անսամբլով, գիշերվա երգերով, կենացներով, ծիծաղով։ Վիկտորյան ամբողջ ժամանակ պահում էր թեթևակի սառնություն, նայում էր ինձ, իմ կոպիտ կոշտացած ձեռքերին, իմ պարզ խոսքին։ Եվ նրա հայացքում ինչ-որ բան կար, կարծես ես ավելի ցածր եմ նրանից։ Բայց ես աչքերս փակեցի, նա իմ որդու կինն է, նշանակում է պետք է դառնա ինձ դուստր։ Հարսանիքից հետո Միքայելը եւ Վիկտորյան վարձեցին բնակարան քաղաքում, բայց նրանց մոտ մշտապես փողը չէր բավականացնում։ Վիկտորյան ուզում էր ամեն ինչ եւ անմիջապես՝ նոր կահույք, լավ տեխնիկա, գեղեցիկ իրեր, սրճարաններ, ռեստորաններ։ Միքայելը սկսեց կանոնավոր գալ մեզ մոտ, հաճախ կամ փող էր խնդրում կամ մի քիչ օգնություն, հետո կվերադարձնեմ։ Ռուբենը գրեթե միշտ համաձայնում էր։ Ես փորձում էի բացատրել, որ մենք ինքներս էլ փողի մեջ չենք լողում, որ մենք տանից ու իմ ապագա թոշակից բացի հատկապես ոչինչ չունենք։ Ռուբենը բորբոքվում էր, գոռում էր, որ ես խիստ եմ, որ չեմ ուզում օգնել սեփական որդուն, որ ամեն ինչ էլ այնուամենայնիվ իրեն կմնա։ Այդպես էլ ապրում էինք։ Տարի առ տարի Միքայելը եւ Վիկտորյանը անընդհատ ինչ-որ բան էին խնդրում, իսկ մենք տալիս էինք ամեն ինչ կարող էինք, եւ նույնիսկ այն, ինչ չէինք կարող։ Իսկ հետո եկավ Ռուբենի հիվանդությունը։ Առաջինը դա նման էր սովորական հոգնածության։ Նա ավելի հաճախ սկսեց նստել խոհանոցի աթոռակի վրա, ասում էր ես ամբողջովին ուժասպառ եմ։ Ես մտածում էի տարիքն է, ծանր աշխատանքը, ճնշումը, սիրտը։ Հետո սկսվեցին ցավերը, մեկ կողքում, մեկ մեջքում, մեկ որովայնում։ Մենք գնացինք բժիշկների մոտ, հետազոտությունների, լուսանկարներ, անալիզներ, հերթեր միջանցքներում, հիվանդանոցի խոնավ հոտ։ Եվ մի օր բժիշկը առանց մեզ վրա լուրջ նայելու ասաց իր խոսքը. ձեր ամուսնու մոտ քաղցկեղ է, արդեն ուշացած փուլ։ Կարելի է փորձել բուժում, բայց եւ այդ բայցը կախված էր օդում, ինչպես դատավճիռ։ Այդ օրվանից մեր կյանքը շրջվեց։ 5 տարի ես ապրել եմ միայն այդ հիվանդությամբ։ 5 տարի ես խնամել եմ Ռուբենին օր ու գիշեր։ Ես տեսել եմ, թե ինչպես է ուժեղ տղամարդը, ով ցեմենտի պարկեր էր գրում եւ սեփական ձեռքերով տուն էր կառուցում, վերածվում էր նիհար, տանջվող ստվերի, ով առանց օգնության չէր կարողանում հասնել զուգարան։ Ես նրան հաբեր էի տալիս ժամ առ ժամ, ներարկումներ էի անում, թեթև արգանակ էի եփում, սնունդը մաղով անցկացնում, երբ նա արդեն գրեթե չէր կարողանում ծամել։ Լվանում էի հագցնում, անկողինը փոխում, երբ գիշերով նրան սրտխառնոց էր գալիս, երբ թուլության նոպաներ էին լինում։ Երբ նա ամբողջովին թուլացավ, ես մենակ էի նրան անկողնուց աթոռակ տեղափոխում եւ հետ, մեջքս պատրելով, բայց չէի բողոքում։ Նա իմ ամուսինն էր, իմ երեխաների հայրը, մարդը, ում հետ ես ամբողջ կյանքս ապրել եմ։ Միքայելը եւ Վիկտորյան այդ տարիներին հազվադեպ էին գալիս, միշտ շտապում էին ինչ-որտեղ, մշտական գործեր, աշխատանք, երեխա էինք պլանավորում, ժամանակ ընդհանրապես չկա։ Վիկտորյանը քիթը կնճռոտում էր դեղերի, քսուկների, հիվանդանոցային օդի հոտից, որը ինչ էլ անեի չէր անհետանում։ Միքայելը սենյակ էր մտնում, դրան շեմից էր հարցնում, ինչպես է նա, կանգնում էր 10 րոպե, ասում էր մի քանի ընդհանուր խոսք, հարվածում էր հորուսին եւ արդեն շտապում էր գնալ, խոստանալով մոտ օրերս նորից գալ։ Այն ժամանակ ես նրանց չէի դատապարտում, ինձ թվում էր նրանց համար դժվար է տեսնել հոր այդպիսի վիճակում, յուրաքանչյուրն իր ձևով է ապրում, մտածում էի երիտասարդ են, իրենց հոգսերն ունեն, իրենց վախերը, ինչքան միամիտ էի ես։ Հիվանդությունից 3 տարի անց Միքայելը եկավ ոչ մենակ, այլ Վիկտորիայի հետ, նստեցին իմ դիմաց խոհանոցի սեղանի շուրջ, շատ լուրջ։ Մամ, պետք է խոսենք, ասաց Միքայելը եւ սկսեց ձեռքերով սեղմել սփռոցի եզրը։ Ես անմիջապես հասկացա, խոսքը փողի մասին է։ Նրանք ասացին, որ ուզում են տեղափոխվել մեծ բնակարան, վերջապես մարդկային պայմաններով ապրել, որ Վիկտորյան հղի է, որ իրենց վարձակալած մեկսենյականոցում նեղ է, որ երեխային պետք է իր անկյունը, նորմալ տուն։ Առաջին վճարի համար պետք էր մոտ 1,600,000 դրամ։ Աչքերիս առաջ մտնեց, նստեցի, որպիսի չընկնեմ։ Ասում եմ, դու ինքդ գիտես, մեզ որտեղից այդպիսի փող։ Ամեն ինչ գնում է քո հորը դեղերի, հետազոտությունների, տակտիրների, տարբեր հավելումների վրա, որոնք նրան նշանակում են։ Միքայելը անմիջապես բորբոքվեց։ Ուզում ես ասել, որ ափսոսում է սեփական որդու համար, բարձրացրեց ձայնը։ Տեսնում ես, մենք ընտանիք ենք ստեղծում։ Մեզ մոտ երեխա է լինելու,
իսկ դու ինձ ոչ մի դրամ չես տալիս։ Ողջ կյանքում ձեզ համար եմ աշխատել, իսկ հիմա ոչ ոք չի կարող օգնել։ Վիկտորյանը նստած էր ձեռքերը կրծքին խաչած և միայն ավելացրեց վիրավորված ձայնով. Բոլոր նորմալ ծնողներն օգնում են երեխաներին, իսկ մեզ երևի բախտ չվիճակվեց։ Այդ գիշեր ես լաց եղա մինչև առավոտ։ Մի կողմից հիվանդ ամուսին, յուրաքանչյուր կոպեկը հաշվի է առնվում, մյուս կողմից որդի, ապագա թոռ։ Գլխիս մեջ զարկում էր, ինչպես չօգնել։ Հաջորդ օրը ես հանեցի այդ թիթեղյա տուփը պահարանից, այնտեղ էր իմ ողջ հարստությունը, ականջողերը, որ Ռուբենը նվիրել էր ինձ արծաթե հարսանիքի առթիվ, նուրբ ոսկե շղթան մայրիկիցս և մի քանի մանրուքներ։ Տարա դրանք գրավատուն։ Սիրտը սեղվում էր, երբ օրինակի սենյակում հանում էի ականջողերը ականջերիցս, կարծես անցյալի կտորներ էի պոքում։ Ամեն ինչի համար միասին տվեցին մոտ 84,000 դրամ։ Ես փողերը դրեցի ծրարի մեջ և տուն վերադառնալով զանգահարեցի Միքայելին։ Երբ նա եկավ, ես ծրարը դրեցի սեղանին։ Սա ամեն ինչը, ինչ կարողացա հավաքել, ասացի, այլևս ոչինչ չունեմ։ Նա վերցրեց ծրարը, առանց ներս նայելու։ Լավ, թեկուզ ինչ-որ բան։ Վիկտորյանն ասաց, որ սա էլ քիչ է, նույնիսկ կահույքի համար չի բավականացնի։ Ես սպասում էի գոնե շնորհակալություն։ Նա գնաց, իսկ ես մնացի խոհանոցում, նայելով մայրիկիս շղթայի դատարկ տուփին։ Եվ առաջին անգամ երկար ժամանակ իմ հոգում շարժվեց ինչ-որ ծանր և դառը բան, ոչ միայն ճակատագրի, այլև սեփական որդու հանդեպ։ Հետո սկսվեցին ամենածանր ամիսները։ Հիվանդությունը կտոր-կտոր էր անում Ռուբենին։ Դեղերը ավելի ու ավելի շատ էին դառնում, ախտորոշումները ավելի սարսափելի։ Կային գիշերներ, երբ նստում էի նրա անկողնու մոտ և մտածում, որ նա չի ապրի մինչև առավոտ։ Ես դադարեցի նորմալ քնել։ Տեղափոխվեցի մեր ընդհանուր անկողնուց հատակին դրված հին ներքնակի վրա, նրա անկողնու կողքին, որպեսզի լսեմ յուրաքանչյուր շունչը, յուրաքանչյուր շշնջոցը։ Եթե նա հառաչում էր, ես ցատկում էի, ուղղում էի բարձերը, տալիս էի տեղը, շրջում էի նրան, որպեսզի չլինեն անկողնային վերքեր։ Ես նիհարեցի 15 կիլոգրամով, մոռանում էի ուտել, միշտ ոտքի վրա էի։ Սոֆյան և Թաթևը հաճախ էին զանգում, երբեմն օրական մի քանի անգամ։ Լաց էին լինում խողովակով, խնդրում էին վարձել խնամակալուհի։ Մամ, դու քեզ կործանում ես, ասում էր Սոֆյան։ Քո ձայնից էլ երևում է, թե ինչ վիճակում ես։ Մամ, վարձիր բուժքույր, մենք կմիավորենք, համոզում էր Թաթևը։ Դու երկաթե չես։ Բայց լավ խնամակալուհիները շատ թանկ էին տասնյակ հազարներ շաբաթը։ Մենք Ռուբենի հետ չէինք կարող թույլ տալ։ Եվ խորքում հոգուս համարում էի, որ սա իմ խաչն է, իմ երդումը, ուրախության և վշտի մեջ, մինչև մահը չբաժանի։ Ինչպես կարող էի նրան հանձնել օտար ձեռքերին, եթե ամբողջ կյանքում նա եղել է իմ ձեռքերում։ Այդ ժամանակ Միքայելը հանկարծ ավելի հաճախ սկսեց գալ, բայց արդեն առանց Վիկտորիայի և ոչ փողի համար։ Նա ավելի հաճախ խնդրում էր ինձ դուրս գալ խոհանոց, թեյ դնել կամ խանութ վազել, իսկ ինքը մնում էր Ռուբենի հետ մեն-մենակ։ Ես միայն ուրախանում էի, մտածում էի վերջապես հայրն ու որդին խոսում են հոգուց, տղամարդկային կարևոր բաների մասին։ Երբեմն լսում էի, թե ինչպես են նրանք սենյակում հանգիստ խոսում, գրեթե շշնջալով։ Հենց որ ես մտնում էի, խոսակցությունը կտրվում էր։ Միքայելը ձգված շփտում էր։ Մենք պարզապես հիշում էինք հինը, տղամարդկային խոսակցություններ։ Մամ, մի անհանգստացիր։ Եվ ես գնում էի, չէի մտնում։ Այն ժամանակ ինձ թվում էր, որ դա լավ է, որ նրանք մերձեցան։ Ես չէի կարող պատկերացնել, թե ինչի կվերածվեն այդ տղամարդկային խոսակցությունները ինձ համար հետո։ Ռուբենի վերջին տարին ամենածանրն էր բոլորից։ Նա գրեթե ամբողջովին դադարեց կանգնել։ Սկզբում տանը քայլում էր պատին հենվելով, հետո ինձ վրա, իսկ հետո արդեն դա էլ չկար։ Օրեր շարունակ պառկած նա սկսեց ծածկվել անկողնային վերքերով, թեև ես անընդհատ շրջում էի նրան, փոխում էի սավանները, դնում էի տակթիրներ, քսում էի հատուկ քսուկներ, որոնք մեզ նշանակում էին։ Ցավը նրա մշտական ուղեկիցն էր։ Ես տեսնում էի այն նրա սեղմած ատամներից, ինչպես էր մատներով բռնում վերմակը։ Երբեմն նա բռնում էր իմ ձեռքը և շշնջում էր, դժվարությամբ ընտրելով բառերը։ Ռոզա, արդեն բաց թողիր ինձ, ես այլևս չեմ կարողանում։ Եվ արդյունքները հոսում էին նրա խոռոչ այտերով։
Իսկ ես սեղմում էի նրա ափը իմ երկու ափերով, կարծես կարողանայի մատների ուժով պահել կյանքը։ Եվ պատասխանում էի նույնը. դիմացիր էլի սիրելիս, մի թող ինձ, վաղ է ինձ մենակ մնալը, էլի մի քիչ։ Լսում ես, Ռուբեն։ Երբեմն մտնում էի լոգարան, նստում էի զուգարանի փակ կափարիչի վրա, բռունցքս բերանիս մեջ էի սեղմում, որպիսի չգոռամ, եւ արդյունքները ինքնաբերաբար հոսում էին։ Նստում էի խեղդվելով հեկեկոցներից, շշնջում էի. Տեր Աստված, մինչև երբ։ Հետո լվացվում էի, նայում էի հայելու մեջ իմ ուրած դեմքիս, օդ էի քաշում եւ վերադառնում սենյակ, ինչ որ ժպիտի նմանությամբ, որովհետև նրան եւ այդպես բավականաչափ տանջանք կար։ Պակասում էր Էլիմը։ Վերջին ամիսներին Միքայելը ավելի հաճախ էր խոսում ապագայի մասին։ Սպասում էր, երբ Ռուբենը քնում էր։ Նստում էր ինձ հետ խոհանոցում, թեյեր խմում եւ իբր պատահաբար սկսում էր. Մամ, դու ինքդ հասկանում ես, երբ հայրիկը չլինի, դու մենակ այս մեծ տանը ծանր կլինի։ Պատերը կսկսեն ճնշել։ Մտածիր գուցե Սոֆիայի մոտ գնաս կամ Թաթևի, կամ փոքրիկ սենյակ վարձես, ավելի հարմարավետ։ Ես լսում էի եւ կարծես չէի հասկանում, թե ինչի է նա տանում։ Հիմա չէ, ասում էի։ Քանի հայրիկը կենդանի է, ընդհանրապես չեմ ուզում մտածել դրա մասին։ Կապրենք, կտեսնենք։ Մի անգամ Վիկտորիան միջամտեց այդ խոսակցությանը։ Նա շրջանցեց մեր հյուրասենյակը եւ ասաց այնպիսի սովորական տոնով. Ընդհանրապես տունը ձեր լավ է, տեղը հիանալի է, շուրջը ամեն ինչ կառուցվում է, գները բարձրանում են։ Սա հիմա այդպիսի հազվադեպություն է։ Սեթական տունը հողամասով այս շրջանում հաստատ արժե լուրջ գումար։ Ես ձեռքով ցույց տվեցի հեռացրի։ Ինձ համար ոչ մի կարևոր չէր, թե որքան արժե տունը։ Իմ ձեռքերում մհանում էր ամուսինս, իսկ նրանք ամեն ինչ քառակուսի մետրերի մասին։ Ռուբենը հանգիստ հեռացավ վաղ առավոտյան, երեքշաբթի օրը։ Ես ինչպես միշտ նստած էի կողքի աթոռի վրա, բռնել էի նրա ձեռքը։ Գիշերը ծանր էր։ Նա հաճախ խեղդվում էր, խնդրում էր ջուր, հետո նորից ընկնում էր անգիտակցության մեջ։ Աշալույսին մոտ շնչառությունն արդեն տարօրինակ էր դարձել, հազվադեպ, ցնցող։ Ես ճակատս սեղմեցի նրա ձեռքին, ականջին շշնջում էի, որ ես կողքին եմ, որ նա մենակ չէ։ Եվ մի պահ նա պարզապես դադարեց շնչել։ Առանց գոռոցների, առանց թատերական տեսարանների, պարզապես լռություն։ Ես նստած էի զգալով, թե ինչպես է նրա ձեռքը իմ ձեռքում դանդաղ սառչում։ Ժամանակը կարծես կանգ էր առել։ 50 տարի միասին։ Կես դար։ Եվ ահա նա այլևս չկա։ Չգիտեմ որքան եմ այդպես նստել։ Հետո, ինչպես երազի մեջ, զանգահարեցի Միքայելին։ Նա արագ եկավ, գրեթե վազելով, Վիկտորիայի հետ միասին։ Մտավ սենյակ, տեսավ հորը, շտապեց անկողնու մոտ, լաց եղավ, դեմքը թաղելով նրա կրծքին։ Վիկտորիան կանգնած էր դրան մոտ, մի քիչ հեռու, զսպված։ Ես այնքան էի ցնցված իմ վշտով, որ չնկատեցի, թե ինչպես են նրանք հայացքներով խոսում, թե ինչպես է Վիկտորիայի շուրթերի անկյունում անցնում հազիվ նկատելի, չափազանց գոհ ժպիտ այդ պահի համար։ Այն ժամանակ ես դա չտեսա, այն ժամանակ ես ընդհանրապես քիչ բան էի տեսնում։ Հետո սկսվեց խառնաշփոթը, բժիշկ կանչել մահվան ձևակերպում, դիահերձարան։ Հարազատների զանգեր, ամեն ինչ մառախուղի մեջ։ Միքայելը ինքը առաջարկեց ինձ թեթևացնել, գնում էր փաստաթղթերով, խոսում էր ծիսական ծառայությունների հետ, ընտրում էր դագաղը։ Մամ, ստորագրիր այստեղ եւ այստեղ, մոտեցնում էր ինձ թղթերը։ Սա ամեն ինչ պետք է, առանց դրա ոչ մի կերպ չի լինի։ Ես ստորագրում էի առանց կարդալու, տարերը լողում էին, ձեռքերս դողում էին, գլուխս գողում էր, այնպես որ ինձ համար արդեն բոլորովին անտարբեր էր ինչ եմ ստորագրում։ Ես պարզապես վստահում էի որդուս, այն ժամանակ դեռ վստահում էի։ Սոֆյան եւ Թաթևը եկան հաջորդ օրը իրենց քաղաքներից, արդյունքներով։ Գրկում էին ինձ, ասում էին, որ պետք է ավելի շուտ զանգեին, մինչ հայրիկը կենդանի էր, որ կգային կօգներ, չէին թողնի ինձ մենակ այդպես տանջվել։ Ես մտածում էի կհաղթահարեմ, միայն դա կարողացա պատասխանել նրանց, չէի ուզում ձեզ անհանգստացնել։ Հուղարկավորության օրը անցավ ինչպես սարսափելի երկար երազ, եկեղեցի, քահանա։ Մարդիկ, որոնց հազիվ էի ճանաչում, ծաղկեպսակներ, օտար մարդկանց ցավակցական խոսքեր։ Գերեզմանոցում։ Երբ հողը սկսեցին նետել դագաղի կափարիչի վրա, խուլ հարվածներով, ինձ թվում էր, թե թաղում են ոչ միայն Ռուբենին, այլև այն կյանքս, որ ես ճանաչում էի։ Գերեզմանոցից հետո բոլորը եկան մեր տուն,
այդպես է ընդունված՝ հիշատակել, ուտել, խոսել, հիշել։ Հարազատները նստած էին սեղանի շուրջ, պատմում էին Ռուբենի մասին պատմություններ, թե ով ինչպես է հիշում նրան։ Ես էլ նստած էի, գլխով էի անում, երբեմն ինչ-որ բան էի պատասխանում, բայց ներսում դատարկություն էր։ Խոսքերը թռչում էին կողքով, դեմքերը լողում էին։ Երեկոյան մարդիկ սկսեցին ցրվել։ Սոֆյան եւ Տաթևը ուզում էին մնալ ինձ հետ, գիշերել տանը։ Դուք ճանապարհից եք հոգնած, միջամտեց Միքայելը։ Գնացեք հյուրանոց, հանգստացեք։ Մաման ինձ հետ կլինի, ես կմնամ նրա հետ, մի անհանգստացեք։ Նրանք տատանվեցին, բայց հոգնածությունը հաղթեց։ Առավոտյան կրկին էին գալու։ Համբուրեցին ինձ, 1000 անգամ կրկնեցին, զանգիր, եթե ինչ-որ բան պետք լինի, եւ գնացին։ Ես բարձրացա իմ սենյակը, հագուստ փոխելու, լվացվելու, գոնե մի քիչ ուշքի գալու համար այդ անվերջ օրվանից հետո։ Հանեցի սև հագուստս արդյունքներից եւ քրտնից թրջված, հագատնային խալաթ, մի քիչ կանգ առա հայելուի առջև, նայելով կնոջը, որին հազիվ էի ճանաչում։ Երբ իջա նորից հյուրասենյակը, այնտեղ արդեն սպասում էին ինձ։ Ռուբենի սիրելի տեղում, բազմոցին, նստած էր Միքայելը, կողքին Վիկտորյան, իսկ դիմաց աթոռին տեղավորվել էր մոխրագույն կոստյումով տղամարդը կաշվե պորցիելը ոտքերի մոտ։ Դեմքը լուրջ, գործնական, աչքերը սառը։ Սա փաստաբանն է, ասաց Միքայելը, հայրիկը կտակ է կազմել, պետք է կարդանք։ Այդ ժամանակ առաջին անգամ լսեցի, որ կտակ ընդհանրապես գոյություն ունի։ Մենք Ռուբենի հետ երբեք լուրջ չէինք քննարկել դա, ամեն ինչ հետաձգում էինք։ Կտակ բառը հնչեց ինչպես գլխով հարված։ Հետո ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ։ Փաստաբանը պորտֆելից հանեց թղթապանակը, բացեց թղթերը եւ հարթ 4 ձայնով հայտնեց, որ տունը ամբողջությամբ անցնում է Միքայելին, իր ընտանիքի կայունությունն ապահովելու համար, որ հենց նա միակ որդին կլինի սեփականատերը։ Իսկ ինձ 50-ամյա կյանքի ընկերուհուն տրված է միայն մեկ բան՝ 24 ժամվա ընթացքում ազատել բնակելի տարածքը։ Այդպես էր գրված գրեթե պաշտոնական լեզվով, մեկ օր սեփական տնից հեռանալու համար։ Հիշում եմ, թե ինչպես էին դողում ձեռքերս, երբ նա ինձ տվեց կտակի պատճենը։ Այնտեղ կար Ռուբենի ստորագրությունը, ծանոթ, բայց արդեն հիվանդագին անհավասար, եւ ամսաթիվը 6 ամիս առաջ։ Այսինքն այդ ամբողջ ժամանակ կտակը պահվում էր ինչ-որ պահարանում, իսկ ես հիմար նույնիսկ չէի կասկածում։ Միքայելը առանց աչքերը բարձրացնելու շշնջաց, որ հայրիկը իբրև վախենում էր ինձ համար։ Մտածում էր, որ ես չեմ դիմանա ապրել միայն հիշողությունների մեջ, որ այդպես ինձ ավելի հեշտ կլինի սկսել նոր կյանք։ Վիկտորյան ուղիղ նայում էր ինձ, ոչ բացահայտ չարությամբ, այլ ինչ-որ հանգիստ գոհունակությամբ։ Փաստաբանը ավելացրեց, որ ամեն ինչ ճիշտ է ձևակերպված։ Նոտարի մոտ վկաների առկայությամբ փաստաթուղթը իրավաբանորեն վավեր է։ Այդ պահին ինձ թվում էր, թե հողը ոտքերիս տակ է գնում։ Մեկ օրում ես կորցրի եւ ամուսնուս եւ տունը։ Ես չեմ կազմակերպել տեսարաններ, պարզապես ոտքի ելա, անցա նրանց կողքով իմ սենյակ եւ սկսեցի հավաքել իմ իրերը։ Դրեցի պայուսակի մեջ հագուստ, լուսանկարներ, փաստաթղթեր, ամենաթանկ սրտիս մանրուքները։ Ամեն ինչ կարող էի տանել։ Առավոտյան կանչեցի տաքսի, վարորդը օգնեց տանել պայուսակները մեքենա։ Ես նրան ասացի շուկայի մոտ գտնվող Էժան հյուրանոցի հասցեն։ Տունը, որ մենք Ռուբենի հետ կառուցել էինք աղյուս, մնաց հետևում, հետևի ապակու մեջ։ Ես նայում էի նրան մինչև մեքենա շրջվեց եւ մտածում էի միայն մեկ բանի մասին, թե որքան արագ կարող է նոտար ձեռքերը մարդու ոտքերի տակից հողը պոկել։ Երեք օր հյուրանոցում ես շրջում էի շրջանաձև, գրեթե չէի ուտում, նայում էի կամ պատին, կամ առաստաղին։ Սոֆյան եւ Տաթևը անընդհատ զանգում էին, արդեն իմանալով, թե ինչ է տեղի ունեցել։ Լաց էին լինում, հայհոյում Միքայելին, խոսում էին դատարանների, փաստաբանների մասին, որ կտակը կարելի է վիճարկել։ Մամ, մենք սա այդպես չենք թողնի, ասում էր Տաթևը, սա անօրինություն է, քեզ չեն կարող պարզապես փողոց նետել։ Ես լսում էի եւ միայն շշնջում էի. «Սպասեք, պետք է ուշքի գամ, հիմա պատրաստ չեմ որևէ մեկի հետ պատերազմել»։ Ինձ թվում էր, թե ուժերս այլևս ոչինչի համար չեն բավականացնի։ Ես վստահ էի, որ ամեն ինչ ավարտված է, խաղը պարտված է, կետ դրված է, եւ ես նույնիսկ էի կռահում, որ իմ սև սգով աչքոնի գրպանում արդեն պարկած է ծրարը, որը կշրջի այս պատմությունը գլխի վայր։ Երրորդ օրը հյուրանոցում հասկացա, որ եթե չզբաղվեմ գոնե ինչ-որ բանով, պարզապես խենթանալու եմ։ Վերցրի իմ իրերի հանգույցը, որոշեցի գոնե լվանալ այն քիչը, ինչ փոխարինող հագուստ ունեի։ Փոքրիկ նեղ սանհանգույցում լցրի լվացարանը տաք ջրով, լցրի փոշի, սկսեցի տեսակավորել հագուստը։ Հասա սև բաճկոնին, որով եղել եմ հուղարկավորությանը։
Նույնը, որ Ռուբենը ժամանակին գնել էր ինձ եկեղեցի գնալու, տոներին, պոլիկլինիկա, երբ պետք էր լուրջ տեսք ունենալ։ Վերցրի այն, թափ տվի, ձեռքս խցկեցի ներքին գրպանը և հանկարծ մատներիս տակ ինչ-որ բան շշշաց։ Ես սառեցի։ Զգուշորեն հանեցի փոքրիկ կոծկված սպիտակ ծրարը, ամենասովորականը։ Եվ նրա ձեռագիրը։ Մի քիչ անհարթ, տառերը թեքված, բայց ցավալիորեն ծանոթ։ Կրծքիս մեջ ամեն ինչ սառեց։ Նստեցի անկողնու եզրին ծրարը ձեռքերումս պահած, վախենալով բացել և միաժամանակ չկարողանալով սպասել ոչ մի վայրկյան։ Ձեռքերս այնքան էին դողում, որ հազիվ կարողացա բացել թղթի եզրը։ Ներսում մի քանի էջեր, տետրից արագ պատրված։ Տողերը պարում էին, տարերը տեղ-տեղ կպչում էին։ Տեսնելի էր, թե որքան դժվար էր նրան գրելը։ Վերջում ամսաթիվը, մահից 2 շաբաթ առաջ։ Նամակը սկսվում էր այնպես, որ օդքերս անմիջապես թուլացան։ Եթե դու սա կարդում ես, նշանակում է ես չկամ։ Եվ ամեն ինչ դուրս եկավ այնպես, ինչպես ես վախենում էի։ Ռուբենը խնդրում էր ինձ ներողություն։ Գրում էր, որ շատ է ամաչում տեղի ունեցածի համար և վախենում է, որ ես կիմանամ դրա մասին ոչ իրենից, այլ օտարներից։ Հետո նա ամեն ինչ բացատրեց հերթով։ Պարզվեց Միքայելը սկսել է ճնշել նրան շատ ավելի վաղ, մահից գրեթե 1 տարի առաջ։ Սկզբում գալիս էր մենակ, իբր տղամարդկային խոսակցության։ Ասում էր, որ որպես միակ որդի պետք է ստանա տունը, որ դա ճիշտ է, որ ամեն դեպքում ամեն ինչ իրեն կմնա։ Ռուբենը գրում էր, որ սկզբում ամուր կանգնել է իր դիրքորոշման վրա։ Ես ասում էի նրան, գրում էր նա. տունը մեր ընդհանուրն է, իմն ու քոնը, քանի ես կենդանի եմ, մենք միասին ենք տիրում, իսկ երբ ես չլինիմ, ամեն ինչ պետք է անցնի քեզ։ Դու 50 տարի ինձ հետ ես ապրել, ամեն ինչ ինձ հետ ես տարել։ Այս տունը իմ հետ ես կառուցել քո ձեռքերովդ։ Ինչպես կարող եմ քեզ զրկել տանից։ Բայց Միքայելը հետ չքաշվեց, սկսեց մոտենալ մյուս կողմից։ Ասում էր, որ ինձ համար շատ ծանր կլինի մենակ այդպիսի մեծ տանը, որ յուրաքանչյուր պատ կհիշեցնի նրան, որ ես խենթանալու եմ հիշողություններից, որ ավելի լավ է ես տեղափոխվեմ դուստրերի մոտ կամ վարձեմ փոքրիկ հարմարավետ բնակարան մարդկանց մոտ։ Իսկ տունը պետք է իրեն, որովհետև ընտանիք ունի, երեխա, որովհետև միակ որդին է, ժառանգը։ Այդպես էլ պետք է լինի։ Հետո, ինչպես գրում էր Ռուբենը, սկսվեց արդեն իսկական շանտաժ։ Միքայելը կարող էր շաբաթներով չգալ, նույնիսկ չզանգել։ Եթե Ռուբենը ինչ-որ մեկի միջոցով փոխանցում էր, որ սպասում է նրան, պատասխանում էին. նա վիրավորված է։ Դու նրան չես աջակցել, նա չի ուզում քեզ տեսնել։ Վիկտորիան զանգում էր, հառաչում էր խողովակով, ասում էր, որ Միքայելը տառապում է, որ նրան ծանր է, որ հայրիկն իբր հրաժարվել է նրանից։ Ռուբենն այն ժամանակ արդեն թուլացած էր։ Հաբերից նրան գրեթե մշտապես վատ էր լինում։ Պառկած էր, նայում էր առաստաղին և տառապում էր, որ որդին իրենից շրջվում է։ Իսկ Միքայելը, ինչպես գրում էր Ռուբենը, ավելի ուժգին էր ճնշում։ Գալիս էր, բերում էր փաստաբան, բացում էր թղթեր, համոզում էր, որ սա ամենաիմաստուն որոշումն է։ Ամենասարսափելին հետո էր։ Ռուբենը նկարագրում էր մեկ կոնկրետ օր։ Այն օրը ցավը հատկապես ուժգին էր ծածկել նրան։ Բժիշկները փոխեին դեղը, ավելացրել էին ցավազրկողի դոզան։ Նա կարծես մառախուղի մեջ էր։ Միքայելը եկավ ոչ մենակ, այլ այդ փաստաբանի և 2 վկաների հետ։ Ասաց, որ ամեն ինչ արդեն պատրաստ է, պետք է միայն ստորագրել և բոլորին ավելի հեշտ կլինի։ Ինձ այնքան վատ էր, գրում էր Ռուբենը, որ չէի կարողանում նորմալ մտքերս հավաքել։ Նրանք շտապում էին, ասում էին, որ դու առանց ինձ չես մնա։ Քեզ կլինի թոշակ, աղջիկները կօգնեն, իսկ նրան հիմա ամենադժվարն է։ Նա ընտանիք ունի, հիփոթեք։ Նա ասաց, որ եթե չստորագրեմ, նա կհեռանա, և ես այդպես էլ չեմ տեսնի թոռանս։ Ես միայն ուզում էի, որ բոլորը թողնեն ինձ հանգիստ և թողնեն տանջանքից առանց ցավի քնել։ Ես ստորագրեցի, առանց խորանալու, թե հենց ինչ եմ ստորագրում։ Երբ դեղերի ազդեցությունը թուլացավ և գլուխը մաքրվեց, նա հասկացավ, թե ինչ է արել։ Փորձեց խոսել Միքայելի հետ, ասաց, որ փոխել է կարծիքը, որ ուզում է ամեն ինչ չեղարկել, որ տունը պետք է իմը լինի։ Բայց Միքայելը, ինչպես գրում էր Ռուբենը, միայն սառը ասաց, որ փաստաթուղթն արդեն հաստատված է նոտարի կողմից, որ ամեն ինչ օրինական է, որ հետդարձի ճանապարհ չկա, որ դու էլ շուտով կհեռանաս, իսկ մամային այդպես ավելի լավ կլինի։ Ես կարդում էի այդ տողերը և դեմքս այրվում էր։ Ինձ ցավում էր ոչ միայն ինձ համար,
Ինձ ցավում էր Ռուբենի համար, ում սեփական անկողնում, սեփական ցավի մեջ որդին ճնշել էր մինչև ստորագրության։ Հետո Ռուբենը խոստովանեց, որ բազմիցս ուզել է պատմել ինձ այդ կտակի մասին, բայց ամեն անգամ լեզուն չէր պտտվում։ Նա ամաչում էր, վախենում էր, որ ես կնեղանամ նրանից, որ դա կսպանի ինձ ժամանակից շուտ։ Գրում էր, որ խորքում հոգու գիտեր, որ ես միևնույն է կխնամեմ նրան մինչև վերջ, բայց ինչ-որ վախկոտություն, ինչ-որ տղամարդկային թուլություն չէր թողնում նրան խոսել։ Ես թույլ էի, գրել էր նա, եւ սա ամենածանրն է, ինչ ես ինձ հետ տանում եմ։ Բայց ես քեզ առանց պաշտպանության չեմ թողել, պարզապես դու դեռ չգիտես դրա մասին։ Եվ ահա այստեղ սկսվեց նամակի երկրորդ մասը, որից գլուխս գրեթե պտտվեց։ Ռուբենը պատմեց այն, ինչի մասին ես ողջ ջանքումս ոչ մի անգամ չէի լսել։ Մոտ 10 տարի առաջ, երբ մեր շրջանում սկսեցին զանգվածաբար կառուցել նոր տներ եւ առևտրի կենտրոններ, իսկապես եկել էին ինչ-որ մարդիկ, շինարարներ։ Ռուբենի մոտ այն ժամանակ փոքրիկ հողամաս կար քաղաքի ծայրամասում, հին, գնված այն ժամանակ, երբ հողն այնտեղ կոպեկներ արժեր։ Նա այն վերցրել էր ապագայի համար, որպես փոքրիկ պահեստ երեխաների համար։ Ժամանակի ընթացքում հողամասը հայտնվեց շատ շահավետ տեղում։ Շինարարները առաջարկեցին լավ գումար։ Ռուբենը համաձայնեց եւ վաճառեց, բայց ինձ այն ժամանակ ոչինչ չասաց։ Ես չեմ թաքցրել քեզանից ագահությունից, գրում էր նա։ Ուզում էի քեզ նվեր անել։ Երազում էի, որ հենց թոշակի դուրս գամ կգնանք ծով, սանատորիում, կապրենք ոչ ավելի վատ, քան մյուսները։ Ուզում էի կուտակել մեզ ճանապարհորդության, հանգստի, հանգիստ ծերության համար, որպիսի դու գոնե մի քիչ հանգստանաս այս անվերջ Երուսաղեմից։ Վաճառքից ստացված գումարը նա դրեց բանկում, ներդրումային հաշվին, եւ սա էր գլխավոր ցնցումը։ Ամեն ինչ ձևակերպել էր միայն իմ անունով, միայն իմը, առանց որևէ համատեղ եւ ժառանգների։ Տարիների ընթացքում, գրում էր նա, հաշիվը աճում էր, տոկոսները կուտակվում էին։ Եվ երբ նա նստեց նամակը գրելու, այնտեղ արդեն կար գրեթե 50 միլիոն դրամ։ Այս հաշիվը միայն քոնն է, ընդգծում էր նա։ Միքայելը դրա մասին չգիտի։ Ոչ ոք, բացի ինձանից եւ հիմա քեզանից, չգիտի դրա մասին։ Նամակում ես թողնում եմ բանկի ճշգրիտ անվանումը, հաշվի համարը, մասնաճյուղը, փաստաթղթերի ցանկը, որոնք քեզ պետք կգան։ Վերցրու այդ գումարը եւ ապրիր այնպես, ինչպես արժանի ես։ Գնիր քեզ այն բնակարանը, ինչ ուզում ես։ Գնա ուր ուզում ես, կեր այն ինչ ուզում ես։ Մի խնայիր դեղերի եւ հագուստի վրա։ Նա նորից խնդրում էր ներողություն կտակի համար, թուլության համար, որ չգտավ ուժ իր մեջ կանգնել իմ եւ որդու միջև։ Գրում էր, որ գուցե ես արդեն գիտեմ, թե ինչպես է Միքայելը վարվել ինձ հետ։ Եվ խնդրում էր միայն մեկ բան՝ չթողնել, որ որդին ոտքերը սրբի իմ վրա մինչև վերջ։ Դու իմ կյանքի լավագույնն էիր, ավարտվում էր նամակը։ Կես դար դու կողքիս էիր, եւ ես մեղավոր եմ քո առջև վերջին տարիների համար։ Եթե այնտեղ, որտեղ ես հիմա եմ, երկինք կա, ես կսպասեմ քեզ եւ կաղոթեմ քեզ համար։ Բայց խնդրում եմ ապրիր մնացած տարիները քեզ համար, ոչ թե Միքայելի համար։ Դու արժանի ես այլ կյանքի։ Եվ վերջում ստորագրության տակ նա ավելացրել էր եւս մեկ տող, արդեն բոլորովին թեքված։ Միշտ քո Ռուբեն։ Երբ ավարտեցի կարդալը, ես արդեն ոչ թե նստած էի, այլ գրեթե պառկած էի այդ նեղ հյուրանոցային անկողնու վրա։ Շուրջս նամակի էջերը, իսկ ներսում կարծես պատներ պոկվել։ Ես լաց էի լինում այնպես, ինչպես չէի լաց լինում նույնիսկ հուղարկարությանը, բայց արդյունքները այլ էին, ոչ միայն վշտի։ Դրանց մեջ կար զայրույթ, վիրավորանք, թեթևացում եւ ինչ-որ տարօրինակ հանգիստ հույս։ Ռուբենը իսկապես թույլ էր ինչ-որ բանում, բայց նա միևնույն է իր ձևով պաշտպանել է ինձ։ Նույնիսկ գերեզմանից նա հասավ ինձ այդ տողացող ձեռքով եւ դրեց ծղոտ այնտեղ, որտեղ ես արդեն տեսնում էի միայն անդունդ։ Ես վերակարդացի նամակը եւս 2 անգամ, մինչև գրեթե յուրաքանչյուր նախադասություն հիշեցի։ Հետո զգուշորեն ծալեցի էջերը հետ ցրարի մեջ, թաքցրի այն պայուսակի ամենահեռավոր գրպանում, այնտեղ, որտեղ ոչ ոք պատահաբար չի գտնի։ Իսկ առավոտյան, հենց որ բացվեց բանկի մասնաճյուղը, որի անունը նամակում էր, ես արդեն կանգնած էի դրան մոտ, ձեռքերումս փաստաթղթերով, ոտքերս թուլացած եւ գլխումս միայն մեկ միտք։ Հիմա կիմանամ սա ճշմարտություն է, թե ճակատագրի վերջին դաժանգատակը։ Բանկում ես կանգնած էի մուտքի մոտ, ինչպես աշակերտուհի տնօրենի դրան առջև։ Ոտքերս բամբակյա, բերանս չորացած, ձեռքերումս փաստաթղթերը եւ Ռուբենի նամակը։ Մտա ներս, մոտեցա սեղանին, բացատրեցի, որ ուզում եմ ստուգել իմ անունով բացված ավանդը։ Ասացի ազգանունս, անձնագիրը տվեցի,
Այն տվյալները, որ Ռուբենը նամակում նշել էր։ Երիտասարդ աշխատակիցը վերցրեց փաստաթղթերը, նստեցրեց ինձ աթոռին եւ նստեց համակարգչի մոտ։ Այդ րոպեները ինձ հավերժություն թվացին։ Նա ինչ-որ բաներ մուտքագրում, նայում էր էկրանին, կնճռոտում էր հոնքերը, ստուգում էր։ Ես նստած էի սեղմելով պայուսակս եւ մտածում էի միայն մեկ բանի մասին։ Միայն թե սա ճշմարտություն լինի, միայն թե սա հիվանդ մարդու զառանցանք չլինի։ Վերջապես նա բարձրացրեց աչքերը եւ ժպտաց. Այո, ձեր անունով իսկապես բացված է ներդրումային հաշիվ։ Շատ վաղուց։ Հիմա դրա վրա նա շրջեց դեպի ինձ մոնիտորը, մոտ 5 միլիոն դրամ ավելի։ Աչքերիս առաջ մտնեց։ Ես բռնեցի սեղանի եզրից, որպեսի չընկնեմ։ Ներողություն, ինչքան, հարցրի ես, ինքս չհավատալով ականջներիս։ Նա կրկնեց գումարը։ Էկրանի թվերը ցատկում էին, խառնվում էին, բայց մեկ բան հստակ հասկացա. սա ոչ թե կոպեկներ են, ոչ թե փոքրիկ պահեստ։ Սա այն գումարն է, որ ես կյանքումս չեմ տեսել։ Իսկ ինչ պետք է անեմ, որպեսի օգտագործեմ, հարցրի ես, զգալով, թե ինչպես է ձայնս տողում։ Հաշիվը ձևակերպված է միայն ձեր անունով, հանգիստ բացատրեց աշխատակիցը։ Ոչ մի լրացուցիչ համաձայնություն չի պահանջվում։ Կարող ենք մասը փոխանցել ձեր հաշվին, կարող եք կանխիկ անել, թողնել ամեն ինչ այնպես, ինչպես հարմար է ձեզ։ Մենք նրա հետ եւս 20 րոպե փաստաթղթեր էինք ձևակերպում։ Ես որոշեցի այդպես անել, գումարի կեսը փոխանցել սովորական հաշվին, որպեսզի ձեռքիս տակ կենթանի փող լինի, իսկ երկրորդ կեսը թողնել ավանդի վրա, թող տոկոսներ բերի։ Երբ դուրս եկա բանկից, աշխարհը շուրջս նույնն էր։ Մեքենաները շարժվում էին, մարդիկ շտապում էին ինչ-որտեղ, քամին փչում էր։ Ես դեռ այրի էի, ամուսնուս ուղարկավորած։ Դեռ մայր էի, ում սեփական որդին դուրս էր շպրտել տնից։ Բայց ներսումս հայտնվեց այն, ինչ երկար ժամանակ չկար։ Զգացում, որ ես ոչ ամբողջովին անօգնական ծերուհի եմ, ում կարելի է հրել եւ մոռանալ։ Ինձ մոտ փող կար, նշանակում է ընտրություն կար։ Ես որոշեցի, որ առայժմ ոչ ոքի չեմ ասի, ոչ Սոֆիային, ոչ Դաթևին, առավել եւս Միքայելին։ Նախ պետք է ինքս ամեն ինչ մարսեմ եւ հասկանամ, թե ինչպես ապրել հետո։ Վերադառնալով հյուրանոց, ես առաջին անգամ շատ օրեր անց նորմալ կերա։ Պատվիրեցի ինձ տակապուր եւ երկրորդ ճաշատեսակ մոտակա սրճարանից։ Ամեն ինչ կերա մինչեւ վերջին գդալը։ Հետո երկար կանգնեցի տաք ցնցուղի տակ եւ սրբվելով սրբիչով հանկարծ բռնեցի ինձ մտքի վրա, որ առաջին անգամ երկար ժամանակ չեմ զգում ինձ զրոյի չափ ճնշված։ Հաջորդ օրը ես հանեցի տետրակը եւ գրիչը եւ սկսեցի գրել, թե ինչ է ինձ պետք, ինչ եմ ուզում։ Կարծես ես նորից 20 տարեկան եմ եւ ես կյանքը սկսում եմ զրոյից պլանավորել։ Առաջին կետը իմ սեփական բնակարանը, փոքրիկ, բայց իմը։ Ես սկսեցի փնտրել տարբերակներ թերթերում, ինտերնետում, ծանոթների միջոցով հարցնում էի, զանգում էի, գրառումներ անում հասցեներ։ Ինձ պալատ պետք չէր, ինձ պետք էր հանգիստ անկյուն նորմալ շրջանում, որտեղ կա խանութ, պոլիկլինիկա, ավտոբուսի կանգար։ Ի վերջո գտա գրեթե իդեալական տարբերակ։ Սովորական 2 սենյականոց բնակարան։ Երկրորդ հարկում փոքրիկ լոջայով, որտեղ կարելի էր լվացք կախել եւ մի քանի ծաղկաման դնել։ Տերը խնդրում էր դրա համար 12 միլիոն 200 հազար դրամ։ Ինձ համար այդ թիվը դեռ սարսափելի մեծ էր հնչում, բայց ես արդեն գիտեի, որ կարող եմ ինձ թույլ տալ։ Երբ ասացի, որ պատրաստ եմ անմիջապես վճարել, առանց հիփոթեքի եւ հետաձգումների, տղամարդը այնպես լայն բացեց աչքերը, որ ես գրեթե ծիծաղեցի։ Միանգամից ամբողջը, հարցրեց նա։ Միանգամից ամբողջը, պատասխանեցի ես։ Չեք թե փոխանցում։ Ինչպես է ձեզ հարմար։ Ձևակերպումը տևեց մի քանի շաբաթ։ Ես վազում էի ինստանցիաներով, հավաքում էի թղթեր, բայց անում էի դա ինչ-որ հատուկ վաղուց մոռացված խնդավառությամբ։ Մի օր ես դուրս եկա գրասենյակից, բարակ փաստաթղթերով, որտեղ սևով սպիտակի վրա գրված էր. բնակարանը պատկանում է ինձ։ Հետո սկսվեց հաճելին։ Ես գնեցի կահույք, ոչ թանկ, բայց լավ, այնպիսին, որ հենց ինձ դուր էր գալիս։ Փափուկ բազմոց, հարմար անկողին, խոհանոցային սեղան, մի քանի պահարան, վարագույններ, անկողնային սպիտակեղեն, որը ես ընտրեցի ոչ զեղչի պատճառով, այլ որովհետև պարզապես գեղեցիկ էր։ Առաջին անգամ կյանքումս ես չեմ հավաքել օտարներից իրեր, չեմ ապրել հնով, այլ սկսեցի կազմակերպել իմ բույնը զրոյից։ Բնակությունից մի քանի շաբաթ անց ես առավոտյան արթնացա, դուրս եկա իմ պատշգամբ, նայեցի բակին, որտեղ պատուհանների տակ շների հետ մարդիկ էին քայլում, երեխաները սկուտերներ էին վարում, եւ մտածեցի, ահա սա իմ տունն է, ոչ Միքայելինը, ոչ Ռուբենինը, իմը։
Միքայելի հետ այդ ամբողջ ժամանակ գրեթե չէի շփվում։ Նա մի քանի անգամ զանգեց, հարցնում էր, որտեղ եմ ես, ում հետ, ինչպես եմ տեղավորվել։ Ես ժամանակավորապես ընկերուհուս մոտ եմ, կարճ պատասխանում էի ես, մի անհանգստացիր։ Չէի հստակեցնում, որ ընկերուհու մոտ եւ որտեղ հենց։ Ուժ չունեի լսել նրա «մամ, դու սխալ ես հասկանումները»։ Հուղարկավորությունից մի քանի շաբաթ անց նա զանգեց արդեն այլ տոնով, գրգզված։ «Մամ, այսպիսի գործ կա», անմիջապես սկսեց նա։ «Մեզ պետք է մտնել տուն, սկսել վերանորոգում, բայց պակասում են տան որոշ փաստաթղթեր։ Հայրիկը ամեն ինչ իր մոտ էր պահում։ Դու չգիտես որտեղ են»։ «Չգիտեմ», հանգիստ պատասխանեցի ես։ «Ամեն ինչ իմն էր, ես վերցրել եմ, մնացածը տանը մնացել է։ Դու հիմա մեր տան տերը ես, ահա եւ փնտրիր»։ Անցավ մի քանի օր, նա նորից զանգեց։ Այս անգամ ես լսեցի, որ Վիկտորյան կողքին է, հեռախոսի ձայնը բարձրախոսով էր։ «Ռոզա», միացավ նա, «մեզ իսկապես պետք են այդ թղթերը, առանց դրանց չի ստացվում ամբողջությամբ ձևակերպել սեփականության իրավունքը։ Բանկերը հրաժարվում են մեզ հետ խոսել վերանորոգման մասին, դուք հաստատ ոչինչ չեք վերցրել»։ Այդ պահին գլխիս մեջ ինչ-որ բան սեղմվեց։ Հանկարծ հիշեցի մեր ննջասենյակի պահարանի պատի մեջ փոքրիկ դռնիկը, այն, որի հետևում Ռուբենը ժամանակին տեղադրել էր փոքրիկ սեյֆ։ Ընդհանրապես, ասացի ես, Ռուբենի մոտ ննջասենյակի պահարանի պատի մեջ ներկառուցված սեյֆի տուփ կար, փոքրիկ, այնտեղ նա ամենակարևորն էր պահում։ Դուք այնտեղ նայել եք, այն կողմում կախված մնաց լռություն։ «Ինչ սեյֆ», վերջապես հարցրեց Միքայելը։ «Կա», մեղմ ժպտացի ես, թեև նա չէր տեսնում։ «Պետք է հագուստը հեռացնել, պատի մեջ մետաղյա դռնիկ կա, նա ինքն էր տեղադրել։ Ես մտածում էի, որ դուք արդեն ամեն ինչ գտել եք»։ Ես բառացիորեն լսում էի, թե ինչպես են նրանք այնտեղ մտքերով շարժվում։ «Լավ», բզզաց Միքայելը, «կստուգենք, բայց պետք է կոդը, հիշում ես»։ Հենց այս հարցին էի սպասում։ Ես դադար տվեցի, հետո հառաչեցի։ Հիշում էի, իհարկե, նա ինձ ժամանակին ասել էր, բայց հիմա իմ հիշողությունը բոլորովին վատ է, ստրես, տարիք, տեղեր, ամեն ինչ գլխում է պտտվում, իսկ թվերը ջրի պես մատների միջով են հոսում, գուցե հիշեմ, գուցե ոչ։ «Մամ, բավական է արդեն», ասաց Միքայելը, սկսելով եռալ։ «Մեզ պետք են այդ փաստաթղթերը, մեզ եւ այնպես ծանր է։ Իսկ դու էլ մի բարձրացրու այնդ ինձ վրա», կտրեցի ես։ «Ես քո մայրն եմ, ոչ թե քարտուղարը, հիշեմ կասեմ, իսկ մինչ այդ փնտրեք ինքներդ, գուցե կռահեք»։ Վիկտորյանը հետին պլանում ինչ-որ բոն էր շշնջում, բայց ես այլ չփորձեցի հասկանալ խոսքերը։ Հրաժեշտ տվեցի եւ անջատվեցի, իսկ հետո մի քանի որ պարզապես արգելափակեցի նրա համարը։ Ոչ թե վախենալով, այլ որովհետև ուզում էի վերջապես մի քիչ ապրել առանց այդ անվերջ ճնշման։ Ես զբաղվեցի իմ կյանքով։ Գնեցի մի քանի ծաղկաման, դասավորեցի բնակարանում, խոհանոցում կախեցի վարագույրներ, որոնք միշտ ուզում էի, բայց ավելի վաղ ամեն ինչ չէր հասնում։ Մոտակա մշակույթի տանը գրանցվեցի տարեցների համար նախատեսված զբաղմունքների, պարզ մարմնամարզություն, ինչ-որ յոգայի նման մեր համար, ոչ թե որևէ նորաձևակումբից, այլ սովորական ձգումներ եւ շնչարական վարժություններ։ Այնտեղ ծանոթացա մի քանի կանանց հետ, իմ տարիքի։ Մենք զբաղմունքից հետո թե էինք խմում, քննարկում էինք դեղերը, սերիալները եւ կյանքը, ծիծաղում էինք։ Հանկարծ հասկացա, թե ինչ է նշանակում, երբ ոչ ոքի չես խնամում, ոչ ոքի համար չես եփում, այլ ապրում ես քեզ համար։ Մի որոշ ժամանակ անց ես այնուամենայնիվ զանգահարեցի Սոֆիային եւ Թաթևին եւ հրավիրեցի նրանց իմ տուն հյուր։ Երբ նրանք մտան բնակարան եւ տեսան կահույքը, երկուսն էլ միաժամանակ հարցրին. «Մամ, որտեղից է քեզ մոտ ամեն ինչը»։ Մենք նստեցինք խոհանոցի սեղանի շուրջ եւ ես պատմեցի նրանց ամեն ինչ. նամակի մասին, բանկային հաշվի մասին, բնակարանի մասին, Միքայելի մասին, ճնշման տակ գրված կտակի մասին։ Նրանք մեկ լաց էին լինում, մեկ ծիծաղում էին արդյունքների միջով։ Հայրիկը միևնույն է երիտասարդ է, աչքերը սրբեց Սոֆյան։ Նույնիսկ այնտեղ, այն աշխարհում, շարունակում է մտածել մեր մասին։ «Իսկ Միքայելի հետ ինչ ես անելու», հարցրեց Թաթևը ուշադիր նայելով ինձ։ «Պարզապես կմոռանաս, կարծես նա չկա, թե»։ Ես ուսերս թոթվեցի։ «Դեռ մտածում եմ», ազնվորեն պատասխանեցի ես, բայց մեկ բանում վստահ եմ, նա այլևս չի որոշի, թե ինչպես եմ ապրելու։ Դա հաստատ։ Հուղարկավորությունից անցել էր 1 ամիս։ Միքայելը այդ ամբողջ ժամանակ կամ փորձում էր հասնել, կամ ուղարկում էր հաղորդագրություններ։ Սկզբում զայրացած փաստաբանների սպառնալիքներով, հետո խղճահար ընտանիքի եւ թոռի հուշումներով։
Եվ ահա մի երեկո ես նստած էի իմ խոհանոցում, նայում էի կոկիկ պահարաններին, պատուհանի վրա իմ ծաղիկներին, մաքուր սեղանին եւ հանկարծ հասկացա, որ այլ վախենալու ոչինչ չունեմ։ Ես ապա բլոկավորեցի նրա համարը, հավաքեցի հաղորդագրություն եւ գրեցի. կարծես հիշեցի հայրիկի սեյֆի կոդը, պետք է անձամբ խոսենք, վաղը ժամը 3-ին կենտրոնի սրճարանում, գալիս կքննարկենք, պատասխանը եկավ գրեթե անմիջապես, կլինենք։ Ես դրեցի հեռախոսը սեղանին, լցրի ինձ թեյ եւ բռնեցի ինձ հանգիստ հավասար մտքի վրա։ Այդ հանդիպմանը ես կգնամ արդեն ոչ թե կոտրված մայր, ում փողոց են շպրտել, այլ կնոջ, ում ձեռքում կա եւ ճշմարտությունը եւ փաստաթղթերը եւ գումարը, բայց Միքայելը եւ Վիկտորյանը դեռ նույնիսկ չէին պատկերացնում, թե ինչի մեջ են խճճվել։ Նշանակված օրը ես եկա սրճարան մի քիչ շուտ, ընտրեցի սեղան դավլիճի խորքում, պատին մեջքով, որպիսի տեսնեմ մուտքեր։ Պատվիրեցի ինձ թեյ, նստած էի, ձեռքերումս պտտում էի բաժակը եւ զգում էի, թե ինչպես է ներսում ամեն ինչ հանգիստ, նույնիսկ տարօրինակ հանգիստ։ Մի քանի րոպե հետո նրանք հայտնվեցին։ Միքայելը արագ քայլերով առաջ էր գնում, Վիկտորյանը կողքին, իր մշտական հագուստով, սանրվածք, մեյքափ, ավելի պրեստիժային պայուսակ։ Նրանք շուրջը նայեցին, նկատեցին ինձ եւ մի վայրկյան սառեցին։ Ես տեսնում էի, թե ինչպես են նրանք ինձ զննում։ Ես այլևս այն կոտրված կինը չէի, ում նրանք դուրս էին շպրտել տնից սքո գլխաշորով։ Ես մի քիչ հաստացել էի, դեմքս հանգիստ էր, վրաս նոր կոկիկ վերարկու էր, նորմալ պայուսակ, ոչ շքեղություն, բայց ոչ էլ աղքատություն։ Վիկտորյան նույնիսկ հոնքերը բարձրացրեց, նստեցին դիմացս։ Միքայելը առանց ողջույնի, ոչինչ չպատվիրելով անմիջապես ասաց. «Ինչ մամ, հիշեցիր սայֆի կոդը»։ Ես հանգիստ մի կում թեյ խմեցի։ «Հիշեցի», ասացի ես։ Բայց նախքան այն անհանելը, եկեք նախ սկզբում խոսենք որոշ բաների մասին։ Միքայելը գրգռվածորեն ուսը շարժեց։ Մեզ եւ այնպես ծանր է, մեզ մոտ եւ այնպես խնդիրներ լիքը։ Ինչ խոսակցություններ եւս։ Մեզ պետք են տան փաստաթղթերը, հասկանում ես։ Առանց դրանց մենք չենք կարողանում ձևակերպել սեփականությունը։ Դուք կախված վիճակում եք։ Այո, ես մի քիչ թեքեցի գլուխս։ Ոչ այստեղ, ոչ այնտեղ։ Շրջում եք ինստանցիաներով, իսկ ամենտեղ ձեզ ձեռքերով են բացադրում։ Այո, միջամտեց Վիկտորյան։ Մենք արդեն 1 ամիս ապրում ենք այսպես։ Ոչ վաճառել, ոչ նորմալ ձևակերպել։ Ամեն ինչ կախված է թղթերից։ Իսկ դուք օգնելու փոխարեն խաղեր եք կազմակերպում։ Ես մի քիչ շփտացի։ Գիտեք, թե դա ինչ է, հարցրի ես։ Ահա ես իմացա, երբ ամուսնուս հուղարկավորության օրը ինձ դուրս շպրտեցին տնից 2 պայուսակով, այնպես որ ինձ կախված վիճակի մասին բացատրելու կարիք չկա։ Միքայելը իջեցրեց աչքերը, բայց արագ իրեն ձեռք բերեց։ Մամ, արի առանց այս ամենի, բզզաց նա։ Հայրիկը այդպես որոշեց, մենք միայն կատարում ենք նրա կամքը։ Որքան հարմար է, գլխով արեցի ես։ Ամեն ինչում մեղավոր է մերյալը։ Կախված մնաց լռություն։ Հետո ես դանդաղ շարունակեցի. Լավ, խոսակցությունը պարզ է։ Հանգստացրեք ձեզ։ Ես կայարանում չեմ ապրում եւ նկուղներում չեմ գիշերում։ Հիմա իմ սեփական տունն ունեմ։ Փոքրիկ 2 սենյականոց բնակարան, շատ հարմարավետ։ Միքայելը կնճռոտվեց։ Ինչ նշանակում է ունեմ, հարցրեց նա։ Դու ասում էիր, որ փող չունես։ Որտեղից է քեզ մոտ բնակարանը։ Գնեցի, հանգիստ պատասխանեցի ես։ Կանխիկով, առանց վարկերի։ Ահա այստեղ նրանց դեմքերին հայտնվեց այն խառնուրդը, ագահ հետաքրքրության եւ անհասկանալիության։ Վիկտորյան առաջ թեքվեց։ Ինչպես գնեցիր։ Ինչի վրա։ Ես բացեցի պապկեն, որ բերել էի ինձ հետ, եւ զգուշորեն դասավորեցի սեղանին փաստաթղթերը։ Ռուբենի նամակի պատճենը, բանկի հաշվի քաղվածքը, բնակարանի գնման վաճառքի պայմանագիրը։ Ահա, ասացի ես։ Նախ կարդացեք սա, ձեր հոր նամակը։ Ամեն ինչ կտակի մասին, թե ինչպես ես ճնշել նրան, եւ թե ինչպես նա վերջում ստորագրել էր թղթերը այդ վիճակում։ Միքայելը գունատվեց, վերցրեց թղթերը, սկսեց կարդալ։ Քանի որ նա աչքերով անցնում էր տողերը, նրա դեմքը փոխվում էր։ Սկզբում զարմանք, հետո անհավատություն, հետո բացահայտ վախ։ Վիկտորյան կարդում էր նրա ուսի վրայով։ Բերանը ավելի ու ավելի լայն բացվում էր։ Սա ճշմարտություն է, խրպոտորեն արտասանեց նա, ավարտելով կարդալը։ Բացարձակ, պատասխանեցի ես։ Իսկ հետո բանկի փաստաթղթերը,
Հաշիվը, որ Ռուբենը բացել էր իմ անունով 10 տարի առաջ։ Գումարը վաճառված հողամասից։ Նրանք այդ ամբողջ տարիները աճում էին եւ հիմա ապահովում են իմ ծերությունը։ Եվ ահա պայմանագիրը իմ բնակարանի վրա։ Ամեն ինչ օրինական է, ամեն ինչ մաքուր է։ Ես դադար տվեցի եւ ավելացրի. ահա այդպես ձեր թույլ ծերունին, ում դուք ճնշում էիք անկողնում, հոգ տարավ իմ մասին, չնայած ամեն ինչին։ Վիկտորիան հանգիստ շշնջում էր իրեն. 50 միլիոն, Աստված իմ, 50 միլիոն։ Լրիր, կտրեց նրան Միքայելը։ Ես նայում էի նրանց հանգիստ, գրեթե սառը։ Անմիջապես ասեմ, որպեսի հետո պատրանքներ չլինեն, ասացի ես։ Այս գումարները միայն իմն են։ Դուք դրանց ոչ մի կապ չունեք։ Ես ոչ ոքի չեմ պատրաստվում օգնել ձեզանից որևէ մեկին։ Ոչ ձեր վարկերը վճարել, ոչ վերանորոգում ֆինանսավորել, ոչ անվճար խնամել ձեր երեխային։ Ապրեք այնպես, ինչպես ուզում եք։ Այն կամուրջը մեր միջև, որ դուք այրեցիք հուղարկավորության օրը, այլևս չկա։ Մամ, մի ասա այդպես, հանկարծ թուլացավ Միքայելը։ Դու միևնույն է իմ մայրն ես։ Այո, ես չափից դուրս գնացի, ճնշեցի, բայց մտածում էի, որ այդպես ավելի լավ է։ Վիկտորիան էլ ինձ հրահրում էր։ Այո, ծիծաղեցի ես։ Միշտ հարմար է ամեն ինչ բեռնել կողքի կնոջ վրա։ Նա է մեղավոր, նա է ճնշել, բայց թղթերը նոտարի մոտ դու ես ստորագրել, ոչ թե նա։ Եվ մորը մեկ օրում դուրս շպրտելը էլ ոչ նա է հորինել։ Վիկտորիան հեկեկաց։ Մեզ շատ ծանր էր, սկսեց նա։ Մենք երեխա էինք սպասում, մեզ ապրելու տեղ չկա, մեր միակ հույսը այդ տունն էր։ Ինձ ավելի հեշտ էր, հանգիստ հետաքրքրվեցի ես, թե ձեր երեխան ավելի կարևոր է, քան իմ կյանքը եւ իմ առողջությունը։ Դուք իմ մասին հիշեցիք միայն այն ժամանակ, երբ իմ կյանքից կարելի էր տուն հանել։ Մնացած ամբողջ ժամանակ ձեզ հարմար էր, որ ես մենակ եմ քաշում հիվանդամուսնուս։ Միքայելը ձգվեց իմ ձեռքին։ Մամ, խնդրում եմ, ներողություն։ Ես իսկապես չէի մտածում, որ դու այդպես կընդունես ամեն ինչը։ Ես հետ քաշեցի ձեռքս։ Դու դադարեցիր ինձ համար որդի լինել այն պահին, երբ հանգիստ նստած էիր եւ լսում էիր փաստաբանին, ով ինձ կարդում էր սեփական տնից վտարելու ժամկետը։ Այդ օրը դու քո ընտրությունն արեցիր, ես էլ իմն եմ անում։ Նա լռեց։ Տեսնելի էր, թե ինչպես է նա սեղմում ծնոտները, փորձելով կուլ տալ այն ամենը, ինչ լեզվի ծայրին էր։ Հետո կտրուկ փոխեց թեման։ Լավ, արտաշնչեց նա։ Ենթադրենք գումարները քոնն են, բնակարանը քոնն է։ Մենք հասկացանք, բայց տունը, փաստացղտերը, դու խոստացար ասել սեյֆի կոդը։ Առանց դրանց մենք ընդհանրապես ոչինչ չենք կարող անել։ Ես նայեցի նրան գրեթե կարեկցանքով։ Միքայել, մեղմ ասացի ես, այնտեղ որևէ սեյֆ չկա։ Նա անմիջապես չհասկացավ։ Ինչ նշանակում է չկա, կնջրոտվեց նա։ Դու ինքդ ասացիր, ես ասացի, որ կա, գլխով արեցի ես։ Որպեսի դուք մեկ ամիս շրջեք տանը, շարժեք պահարանները, նայեք պատերին եւ զայրանաք։ Ռուբենը երբեք սեյֆ չի ներադրել այնտեղ։ Բոլոր կարևոր թղթերը նա պահում էր բանկում, որտեղ ես արդեն եղել եմ, եւ հիմա տան բոլոր օրիգինալ փաստաթղթերը իմ տանն են, հուսալի տեղում։ Լռություն ընկավ, այնպիսի որ լսվում էր, թե ինչպես է հարևան սեղանի մոտ մեկը գդալով խփում բաժակին։ Միքայելը այնպես կտրուկ օդքի ելավ, որ աթոռը հետ գնաց։ Սա շանտաժ է, բաց թողեց նա։ Դու իրավունք չունես, տունը կտակով իմն է, հանգիստ բարձրացրի ես ձեռքս։ Տունը կտակովի բրքոնն է, բայց գործնականում առանց օրիգինալ փաստաթղթերի, առանց ամբողջական ձևակերպման դու այդ տան հետ ոչինչ չես կարող անել։ Ոչ վաճառել, ոչ գրավ դնել, ոչ նորմալ ձևակերպել։ Կարող ես միայն ապրել այնտեղ եւ վճարել կոմունալը ու հարկերը, եւ դա էլ եթե ոչ ոք դատի չտա։ Ինչ նշանակում է ոչ ոք չի տա, չհասկացավ նա։ Այն իմաստով, հանգիստ բացատրեցի ես, որ կտակը ստորագրված է մարդու կողմից, ով ուժեղ ցավազրկողների տակ էր, ծանր վիճակում, ոչ ամբողջությամբ մտքի մեջ։ Եվ ինձ մոտ կան եւ բժիշկներ, եւ բժշկական քարտեր, որոնք դա հաստատում են։ Եթե ես դատի տամ եւ սկսվի հետաքննություն, քո ճնշման պատմությունը հիվանդ հոր վրա էլ կբացահայտվի։ Դատարանը կարող է կտակը ճանաչել անվավեր։ Այդ դեպքում տունը կլինի ոչ քոնը, այլ ժառանգության մաս, որտեղ ես որպես կին եւ քո քույրերն էլ բաժին ունեն։ Ես դադար տվեցի, տալով նրանց ժամանակ պատկերացնելու այդ հեռանկարը։ Եվ նույնիսկ եթե ամեն ինչ ձգվի եւ ոչ մի երաշխիք չկա, որ ես կհաղթեմ, շարունակեցի ես։ Մեկ բան հաստատ գիտեմ։ Դատական տարիներ, նյարդելի կույ, փողեր փաստաբանների համար։ Եվ այդ բոլոր տարիները դու ոչինչ չես կարողանա անել տան հետ, ոչ վաճառել, ոչ լուրջ ինչ-որ բան։ Միայն ներդրումներ անել եւ սպասել։ Վիկտորիան այլևս լաց չէր լինում։
Նա նայում էր ինձ մաքուր, կենտրոնացված ատելությամբ։ Ինչ եք ուզում, ատամների միջից ասաց նա։ Ինչքան։ Ես ուղիղ նայեցի նրան։ Լավ հարց, ասացի ես։ Քանի որ դուք ժամանակին որոշեցիք ինձ վերածել ապրանքի, եկեք խոսենք ձեզ հասկանալի լեզվով։ Ես ձեզ կտամ տան բոլոր օրիգինալ փաստաթղթերը, կհրաժարվեմ տան վրա որևէ դատական պահանջից եւ կթողնեմ այս պատմությունը անցյալում։ Դրա դիմաց դուք ինձ կբերեք 10 միլիոն դրամ։ Կանխիկ կամ փոխանցմամբ ինձ համար մեկ է։ Ձեզ 1 ամիս ժամանակ կա։ Միքայելը բացեց բերանը։ Դու խենթացել ես, որտեղից մենք այդպիսի գումար կվերցնենք։ Սա իմ խնդիրները չեն, ընդհատեցի ես։ Վաճառեք մեքենան, վերցրեք վարկեր, վերցրեք ընկերներից եւ Վիկտորիայի ծնողներից։ Ինչ որ կերպ կհանեք։ Ես դա ամբողջ կյանքումս արել եմ, երբ դուք գալիս էիք ինձ մոտ փող խնդրելու։ Հիմա ձեր հերթն է։ Իսկ եթե մենք սկսեց նա։ Եթե 1 ամիս անց ինձ մոտ այդ գումարը չլինի, հանգիստ ասացի ես գնում եմ փաստաբանների մոտ։ Ինձ մոտ արդեն բավականաչափ կան։ Եվ սկսում եմ կտակը վիճարկելու գործընթացը։ Եվ այդ դեպքում դուք կխրվեք այդ տան հետ տարիներով, առանց հնարավորության ինչ-որ բան անելու դրա հետ։ Ես գուշորեն ծալեցի փաստաթղթերը հետ պապկեի մեջ։ Ոտքի ելա սեղանից, վերցրի պայուսակս։ Մտածեք, ավելացրի ես։ Ձեզ ճիշտ 30 օր։ Ավելի շուտ, ավելի լավ։ Ուշանալու դեպքում ուշ կլինի։ Եվ առանց հետ նայելու դուրս եկա սրճարանից։ Փողոցում զով էր, բայց ինչ որ կերպ հեշտ էր շնչել։ Ես քայլում էի մայթով եւ զգում էի ոչ միայն ցավը, ոչ միայն հոգնածությունը, այլև այդ նոր զգացումը, որ ես այլևս այն հանգիստ կինը չեմ, ումից կարելի է աննկատելիորեն խլել ամեն ինչը։ Իսկ որտեղ որ իմ հետևում, կենտրոնի փոքրիկ սրճարանում, իմ որդին եւ նրա կինը փորձում էին հասկանալ, թե ինչպես են հիմա ապրելու, երբ իրենց զոհը հանկարծ դադարեց լինել լուր։ Հետո սկսվեց ամենահետաքրքիր մասը։ Ինչպես ես սպասում էի, հանդիպումից հետո հաջորդ օրը Միքայելը զանգեց։ Համարը տեսա, չվերցրի։ Մի քանի ժամ հետո նորից։ Հետո հաղորդագրություն։ Մամ, պետք է խոսենք։ Ես հանգիստ դրեցի հեռախոսը։ Թող եռա։ Հաջորդ շաբաթը նա անընդհատ զանգում էր։ Սկզբում ճնշումով։ Սա վերջին շանտաժ է, ասում էր։ Մենք խոսել ենք իրավաբանի հետ։ Դու չես կարող այդպես անել։ Կարող եմ, հանգիստ պատասխանում էի ես, երբ վերջապես վերցնում էի խողովակը։ Ոչ ոք ինձ արգելում չէ իմ շահերը պաշտպանել։ 1 ամիս, ժամանակը գնում է։ Հետո սկսվեցին սպառնալիքները։ Մենք կգտնենք մեկ այլ փաստաբան, մենք ինքներս կդատենք քեզ։ Դու կզղջաս, որ սա սկսեցիր։ Փորձիր, ասացի ես մի անգամ։ Շատ հետաքրքիր կլինի, երբ դատարանում ձայնագրությամբ կպատմենք, թե ինչպես ես համոզել հիվանդ հորդը ստորագրել կտակը մորֆիայի տակ։ Դատավորները սիրում են նման բաներ։ Դրանից հետո նա մի քանի օր լռեց։ Վիկտորիայի համարն էլ երբեմն էր հայտնվում, բայց ես սկզբունքորեն չէի պատասխանում։ Միաժամանակ ես ապրում էի իմ կյանքով։ Գնում էի մարմնամարզության, ջրում էի ծառիկները, երբեմն մեր խմբի կանանց հետ դուրս էի գալիս այգի։ Պարզապես նստել նստարանին, խոսել։ Ես սովորում էի ինձ համար նոր բաներ։ Օրինակ, որ կարելի է գնալ քնելու առանց 10 անգամ ստուգելու, թե արդյոք կողքին ինչ-որ մեկը շնչում է։ Կարելի է եփել միայն 1 մարդու համար եւ չվազել տանը ափսեներով։ Կարելի է գնալ եւ գնել ինձ համար տորտ, պարզապես որովհետեւ ուզում եմ։ Սոֆիան եւ Տաթևը հաճախ էին զանգում, հարցնում էին. «Չես փոխել կարծիքդ Միքայելի վրա ճնշելու մասին»։ «Մամ», ասում էր Սոֆիան, «դու դեռ բարի ես։ Ես քո տեղում ընդհանրապես տունը կվերցնեի»։ 10 միլիոնը նույնիսկ էժան է, ավելացնում էր Տաթևը։ Նրանց արածի համար քիչ է։ Ես միայն գլուխս էի թափ տալիս։ Գումարները ինձ այդքան կարևոր չեն, աղջիկներ, պատասխանում էի ես։ Ես եւ այնպես ապահովված եմ։ Ես ուզում եմ, որ նրանց ամոթ լինի, որ ամեն անգամ միմյանց աչքերին նայելիս հիշեն, թե ինչպես կանգնած էին իմ առջև։ Անցավ 3 շաբաթ։ 4-րդ շաբաթը Միքայելը գրեթե ամեն օր զանգում էր։ Ձայնը այլ էր դարձել, խրպոտ, հոգնած։ «Մամ, մենք չենք հասցնում», բողոքում էր։ «Բանկերը չեն տալիս։ Տոկոսները խենթ են։ Մեքենան վաճառեցինք։ Ընկերներից արդեն ամոթ է։ Քեզ մոտ դեռ ժամանակ կա», հանգիստ հիշեցնում էի ես։ Մինչև ամսվա վերջը։ 30-րդ օրը երեկոյան նա զանգեց։
Ձայնում լիակատար կապիտուլյացիա։ Մամ, ասաց հանգիստ։ Մենք հավաքեցինք 4 միլիոն 800-ը, սա առավելագույնն է։ Մեքենան վաճառեցինք, ընկերներից փոխարեցինք։ Կրեդիտային քարտերով ամեն ինչ ընտրեցինք։ Այլևս ոչ մի տեղից չենք կարող վերցնել։ Խնդրում եմ համաձայնիր, ես քեզ աղաչում եմ։ Ես մի քանի վայրկյան լռեցի։ Կշռեցի ամեն ինչը։ Ազնվորեն ասած ինձ համար ամեն ինչ հավասար էր։ 10 միլիոն թե 4 միլիոն 800։ Գործը թվերում չէր։ Լավ, ասացի ես վերջապես։ Համաձայն եմ, բայց մեկ պայմանով։ Ինչ պայմանով։ Նույնիսկ կակազեց նա։ Գումարները ամբողջությամբ փոխանցեք ինձ։ Եվ դեռ մեկ վճար կլինի։ Ոչ գումարով։ Ինչ վճար։ Հանրային ներողություն, պատասխանեցի ես։ Դու եւ Վիկտորիան գալիս եք Սոֆիայի տուն։ Ես այնտեղ հավաքում եմ ամբողջ ընտանիքը, մեր հարազատներին, մերձավոր հարևաններին, ովքեր մեզ կյանքի ընթացքում ճանաչում են։ Եվ բոլորի առջև դուք պատմում եք, թե ինչ եք արել, թե ինչպես եք համոզել հիվանդ ծերունուն ստորագրել կտակը, թե ինչպես եք ինձ դուրս շպրտել տնից հուղարկավորության օրը, եւ խնդրում եք ներողություն։ Բարձրաձայն, հստակ, առանց փորձելու խուսափել։ Խողովակում ծանր լռություն ընկավ։ Մամ, սա արդեն սկսեց նա։ Սրանք իմ պայմաններն են, ընդհատեցի ես։ Չեք ուզում մի արեք։ Ապրեք ձեր ինչպես թե տանը եւ սպասեք դատարանի կանչին։ Ես չեմ շտապում։ Տարիքս արդեն այնպիսին է, որ կորցնելու առանձնապես ոչինչ չունեմ։ Նա փորձեց պայմանավորվել, առաջարկեց պարզապես գումարները հանգիստ փոխանցել, առանց շոուի։ Ես մնացի անշարժ։ Միքայել, ասացի ես կես դար ապրել եմ ամբողջ վիշտս 4 պատերի մեջ կուլ տալով, որպիսի ոչ ոքի չանհանգստացնեմ։ Դուք դա արեցիք ինձ օտար մարդու, փաստաբանի առջև, առանց ամոթի։ Հիմա թող իմանան նաև նրանք, ովքեր ամբողջ կյանքում համարում էին, որ մեր ընտանիքը օրինակելի է։ Ի վերջո նա հանձնվեց։ Լավ, արտաշնչեց նա։ Մենք կգանք կասենք։ Ամեն ինչ։ Մենք պայմանավորվեցինք։ Հանդիպումը 2 շաբաթ հետո, հանգստյան օրը Սոֆիայի տանը։ Այդ ժամանակ նա խոստացավ գումարները փոխանցել, որպիսի ես արդեն ունենամ դրանք ձեռքիս եւ չկախվեմ նրանց դրամատրությունից։ Այդպես էլ եղավ։ Մի քանի օր հետո իմ հաշվին եկավ փոխանցումը։ Գնացի բանկ, վերցրի քաղվածք, նայեցի թվերին եւ զգացի միայն մեկ բան՝ հանգստություն, ոչ ուրախություն, ոչ չարախնդություն, պարզապես ավարտվածություն։ Հաջորդ օրերին ես զբաղվեցի հանդիպման նախապատրաստմամբ։ Զանգահարեցի եղբայրներիս եւ քույրերիս, հարազատներիս, հին տնից մեր մերձավոր հարևաններին, ովքեր գրեթե ընտանիքի պես էին։ Պետք է խոսել ընտանիքի մասին, պարզապես ասացի ես։ Խնդրում եմ եկեք Սոֆիայի մոտ այն օրը եւ այն ժամին։ Ոչ ոք նույնիկ չհարցրեց ինչու։ Բոլորը եւ այնպես գիտեին, թե ինչ է տեղի ունեցել։ Լուրերը արդեն տարածվել էին։ Ռոզային որդին տնից դուրս է շպրտել։ Նման բաները արագ տարածվում են բակերով։ Նշանակված օրը ես եւ Տաթևը շուտով եկանք Սոֆիայի մոտ։ Նա ապրում էր ընդարձակ բնակարանում։ Նրա մոտ միշտ մաքուր եւ լուսավոր էր։ Մենք սեղան էինք գցում, թե էինք դնում, կարկանդակներ, աղցաններ։ Մարդիկ էլ այնպես չէին գալու դատարկ ձեռքերով։ Ես քայլում էի նրա խոհանոցով եւ զգում էի տարօրինակ զգացում։ Կարծես հավաքվում եմ ոչ թե ընտանիքան սկանդալի, այլ ներկայացման, որտեղ բոլորի դերերը նախապես գրված են։ Դանդաղորեն հյուրերը սկսեցին գալ։ Եկան իմ եղբայրները, հարազատները, մի քանի ավագ հարևաններ հին շրջանից, նույնիսկ Միքայելի սանահայրը։ Բոլորը գրկում էին ինձ, խղճում էին, հիշում էին Ռուբենին։ Ես շփտում էի, գլխով էի անում, խնդրում էի սպասել մինչև բոլորը հավաքվեն։ Օդում կախված էր լարվածություն։ Մարդիկ հայացքներով էին հոսում, շշնջում էին խոհանոցում, միջանցքում։ Դրան շեմին հայտնվեցին Միքայելը եւ Վիկտորիան։ Նա կռացած, վերջին ամիսներին ծերացած, աչքերի տակ սև շրջանակներով։ Նա գունատ, առանց սովորական վար մեյքափի, ձեռքերում սեղմած պայուսակով։ Սենյակում անմիջապես լռեց շշնջոցը։ Բոլորը շրջվեցին դեպի նրանք։ Սոֆիան անջատեց հեռուստացույցը։ Տաթևը հանեց թեյնիկը վառարանից։ Մեկը նստեց աթոռին, առանց աչքը նրանցից կտրելու։ Ես ոտքի ելայի մաթորից սենյակի կենտրոնում, ձեռքս դրի հետևի մասին, որպիսի ինձ տեսնեն եւ լսեն։ Եվ ասացի. «Ինչ Միքայել, բոլորը հավաքվել են, ընտանիքը, մարդիկ, ովքեր մեզ ճանաչում են կես կյանք։ Եկ, հերթն է խոսելու»։ Միքայելը կանգնած էր դռան մոտ, ինչպես աշակերտ, ում կանչել են գրատախտակի մոտ։ Վիկտորիան կողքին սեղմված էր, կարծես ուզում էր անտեսանելի դառնալ։ Սենյակում լուր էր, միայն խոհանոցում, որտեղ որ մեկը գդալով խփեց բաժակին։
Ես եւս մեկ անգամ նայեցի բոլորին. եղբայրներ, քույրեր, հին դակի հարևանները, Սոֆյան եւ Տաթևը։ Բոլորը նայում էին մեկ ինձ, մեկ նրան։ Ես հենվեցի աթոռի հետևին եւ կրկնեցի. «Եկ Միքայիլ, խոսիր, մենք լսում ենք քեզ»։ Նա հազաց ձեռքով անցավ դեմքով, նայեց ինձ, հետո հատակին։ Ձայնը խուլ էր։ Ես նույնիսկ չգիտամ որտեղից սկսել։ Ճշմարտությունից, հանգիստ ասացի ես, ոչ արդարացումներից, ճշմարտությունից։ Նա եւս մի վայրկյան լռեց, հետո օդ քաշեց։ Լավ, արտաշնչեց նա, լավ։ Ես իսկապես համոզել եմ հորս տունը իմ անունով ձևակերպել։ Մեկը իմ հարազատներից օղ արեց։ Միքայելի սանահայրը գլուխը թափ տվեց, բերանը ձեռքով փակեց։ Ես գալիս էի նրա մոտ, երբ մաման չկար, շարունակեց նա։ Ասում էի, որ այդպես ճիշտ է, որ ես միակ որդին եմ, որ տունը էլ այնպես իմն է լինելու։ Ասում էի, որ մամային մենակ այդ տանը ծանր է, որ նա կարող է տեղափոխվել աղջիկների մոտ։ Նա դեմքը կծկեց, կարծես յուրաքանչյուր բառը ատամի ցավի պես էր արձագանքում։ Հետո ես բերեցի փաստաբան։ Հայրիկը ցավազրկողների վրա էր, նա շատ վատ էր։ Ես գիտեի, բայց միևնույն է բերեցի թղթերը։ Ասացի, որ պետք է ստորագրել, որ այդպես բոլորին ավելի հեշտ կլինի։ Եթե չստորագրի, ասացի, որ կհեռանամ, որ նա թոր չի տեսնի։ Սենյակում մեկը գծեց լեզուն։ Հարևան տիկին Լուսինեն ով մեզ մանկությունից ճանաչում էր, շշնջաց. «Տեր Աստված, ինչպես կարողացար»։ Այն ժամանակ ես մտածում էի միայն իմ մասին, արագ ասաց նա։ Վիկայի եւ իմ մասին, որ բնակարանը փոքր է, փող չկա, երեխա, հիփոթեք։ Ես որոշեցի, որ քանի հայրիկը այնպես էլ շուտով կմահանա, ապա նա կակասեց, ապա դա արդեն գրեթե իմն է։ Եվ այո, ես կանգնած էի, երբ փաստաբանը մամային կարդում էր կտակը։ Գիտեի, թե ինչ է այնտեղ, գիտեի 24 ժամվա մասին, եւ ոչինչ չասացի։ Նա առաջին անգամ բարձրացրեց աչքերը դեպի ինձ։ Աչքերը կարմիր էին, բայց արդյունք չկար։ Ես քեզ դուրս շպրտեցի տնից, մամ, ասաց նա հանգիստ։ Հուղարկավորության օրը ես դա արեցի։ Ոչ ոք ինձ չարկադրեց, ոչ Վիկան, ոչ ոք։ Ես ինքս այդպես որոշեցի։ Սենյակում անցավ շշնջոց։ Սոֆյան սեղմում էր բռունցքները այնպես, որ մատները սպիտակվեցին։ Տաթևը շրջվեց դեպի պատուհան, կուլ տվեց արդյունքները։ Վիկտորիան կանգնած էր կողքին, գլուխը իջեցրած։ Ես շրջվեցի դեպի նա։ Իսկ դու, Վիկա, քո հերթն է։ Նա ցնցվեց, կարծես ես հարվածել էի նրան։ Ձայնը կտրվեց։ Ես չեմ զղջում, որ ուզում էի տունը։ Ես չեմ ստելու։ Ես ուզում էի նորմալ ապրել, իմ տանը, ոչ վարձակալած բնակարանում։ Գիտեի, որ տունը կձևակերպվի մեզ վրա։ Ես հրահերում էի նրան, ասում էի, որ սա իր իրավունքն է, որ այդպես պետք է լինի։ Նա լռեց, ձեռքերը դողում էին, բայց ես չէի մտածում, որ ամեն ինչ այդքան հեռու կգնա, դուրս տվեց նա։ Երբ փաստաբանը կարդում էր կտակը, ես տեսնում էի ձեզ, Ռոզա, բայց չկանգնեցրի։ Երբ դուք գնում էիք պայուսակներով, ես նույնիսկ չհարցրի, թե որտեղ եք ապրելու։ Ինձ համար կարևոր էր միայն այն, որ տունը մերն է։ Սա ճշմարտություն է։ Ես վարվել եմ ինչպես, կակազեց նա, ինչպես մարդ առանց խրճի։ Սենյակում այնպիսի լռություն ընկավ, որ լսվում էր, թե ինչպես է խոհանոցում եռում թեյնիկը։ Ես ուղղվեցի։ Ահա, ասացի ես, հիմա դուք բոլորդ սա լսեցիք նրանցից, ոչ թե ինձանից, ոչ շշնջոցներ, ոչ վերապատմումներ, նրանցից։ Ես շրջվեցի դեպի հարազատները, հարևանները, որպեսզի հետո ոչ ոք չասի, որ ես ինքս գնացի, ինքս ամեն ինչ տվեցի։ Դուք լսեցիք, թե ինչպես էր ամեն ինչը։ Միքայելի սանահայրը ձեռքերը բարձրացրեց։ Միքայել որդյակ, մենք քեզ մանկությունից ձեռքերով էինք գրում, իսկ դու քո մորը հուղարկավորության օրը տնից։ Դու ինչ արեցիր։ Մեկը տղամարդկանցից հանգիստ հայհոյեց, գլուխը թափ տալով։ Կանայք նայում էին մեկ ինձ, մեկ նրան, ոմանց աչքերում արցունքներ կային։ Ես նորից շրջվեցի դեպի Միքայելը։ Իսկ հիմա այն ինչի համար դուք ըստ էության այստեղ եք, ներողության մասին։ Նա բառացիորեն սեղմեց բռունցքները, ուսերը բարձրացրեց, կարծես հարվածի առջև։ Հետո այնուամենայնիվ արտաշնչեց եւ ասաց. «Մամ, ներիր ինձ, որ ճնշեցի հորս, որ մտածում էի միայն իմ մասին, որ թույլ տվեցի փաստաբանին կարդալ այդ կտակն հենց հուղարկավորության օրը, որ դուրս շպրտեցի քեզ տնից։ Ես սրիկայի, այլ բառ չկա»։ Նա կուլ տվեց։ Ես չեմ խնդրում, որ ամեն ինչ նորից դառնա նախկինը, ավելացրեց նա։ Ես հասկանում եմ, որ չի լինի, բայց միևնույն է խնդրում եմ։ Ներիր։ Վիկտորիան հեկեկաց։
Եվ ես խնդրում եմ ներողություն, ասաց նա, բոլոր խոսքերի համար, վերևից նայելու համար, որ ուրախանում էի, երբ տունը դարձավ մերը։ Ես ընդհանրապես չէի մտածում ձեզ մասին որպես մարդու, միայն որպես խոչընդոտի։ Ինձ այնքան ամոթ է, որ գիշերները չեմ կարողանում քնել։ Չգիտեմ, թե որքան է դա ձեզ համար կարևոր, բայց ներեք։ Նա արդեն բացահայտ լաց էր լինում։ Բոլորը լռում էին, սպասում էին, թե ես ինչ կասեմ։ Ես զգում էի իմ վրա տասնյակ հայացքներ։ Սա ոչ մի պահի չէր նման իմ կյանքում։ Ես երկար ելույթներ չկազմակերպեցի, պարզապես ազնվորեն պատասխանեցի ինչպես կա։ Ես ձեզ լսեցի։ Եվ այո, ես ընդունում եմ ձեր ներողությունները, որովհետև ամբողջ կյանքում միայն չարը հիշելը, սա ինքդ քեզ այրելն է ներսից։ Ես չեմ ուզում այդպես ապրել։ Ես տեսա, թե ինչպես է Միքայելի շուրթը դաղած, բայց հանգիստ ավելացրի ես։ Ներելը չի նշանակում մոռանալ, եւ առավել եւս չի նշանակում ձևացնել, թե ոչինչ չի եղել։ Հիմա մենք ունենք այլ կյանք, իմը հաստատ։ Ես այլևս այն մայրը չեմ, ում կարելի է ցանկացած ժամանակ գալ, փող վերցնել եւ գնալ առանց շնորհակալության։ Ես այլևս այն կինը չեմ։ Ես նայեցի բոլորին։ Ես չեմ պատրաստվում վրեժխնդրություն անել, չեմ պատրաստվում ձեզ մեղադրել ամեն հանդիպման ժամանակ, բայց նախկին մերձավորությունը չի լինի։ Ես կապրեմ իմ կյանքով, իմ տանը, իմ գործերով, դուք ձերով։ Միքայելը գլխով արեց։ Նա այնպիսի տեսք ուներ, կարծես նրանից մի քանի շերտ մաշկ էին հանել։ Ես հասկանում եմ, ասաց նա հանգիստ։ Ես հանեցի պապկեն պայուսակից, դրեցի սեղանին։ Ահա բոլոր փաստաթղթերը տան վրա, ասացի ես, օրիգինալները։ Վաղը գնացեք նոտարի մոտ, ձևակերպեք ինչպես պետք է։ Ես չեմ պատրաստվում դրանց համար կառչել։ Տունը հիմա ձեր հոգսն է եւ ձեր պատասխանատվությունը, բայց ինձանից այլևս ոչ մի դրամ եւ ոչ մի րոպե օտար կյանք չեք ստանա։ Սենյակում նորից խոսակցություն բարձրացավ։ Մեկը արդեն սկսեց ասել. «Դե լավ է, Ռոզա, անդանիք է դեռ»։ Ես բարձրացրի ձեռքս։ Ոչ, ինձ բավական է։ Այս պատմության մեջ ես արդեն իմը ապրեցի։ Այդպես էլ ավարտվեց։ Մենք եւս որոշ ժամանակ նստեցինք սեղանի շուրջ, թեյ խմեցինք։ Մեկը փորձում էր խոսակցությունը տանել չեզոք բանի վրա։ Միքայելը եւ Վիկտորյանն առաջիններից հեռացան։ Դրան մոտ նա փորձեց ինձ գրկել։ Ես թույլ տվեցի, բայց գրկեցի նրան ինչպես չափահաս օտար տղամարդուն, ոչ թե երեխային։ Ներսում դատարկ էր։ Անցավ ժամանակը, ոչ օր, ոչ շաբաթ, ամիսներ։ Միքայելը եւ Վիկտորյանն այնուամենայնիվ ձևակերպեցին տունը, վարկեր վերցրին, վերանորոգում սկսեցին։ Այդ մասին ինձ պատմում էին Սոֆյան եւ Թաթևը։ Ես ինքս այնտեղ չէի գնում։ Երբեմն նրանք բերում էին նորություններ։ Ծնվեց երեխան, որդի, իմ թոռը։ Զանգահարում էին ինձ ծանոթանալու։ Հետո առաջին տարեդարձի։ Ես ոչ միտեղ չգնացի, ոչ թե երեխային չարություն մաղթելով։ Նա ընդհանրապես ոչ մի կապ չուներ, բայց ես հասկանում էի, որ եթե հիմա նորից մտնեմ նրանց տուն, նորից երեխային ձեռքս վերցնեմ, սկսեմ խնամել, մենք շատ արագ ամեն ինչ կհարթեցնենք։ Իսկ ես այլևս չէի ուզում ապրել, կարծես ոչինչ չի եղել։ Իմ վստահությունը Միքայելի հանդեպ մահացավ այն օրը, երբ նա ստորագրեց կտակի թղթերը, եւ ես չէի պատրաստվում այն հարություն տալ։ Մենք երբեմն զանգահարում էինք, ամիսը 1-2 անգամ։ Խոսակցությունները կարճ էին, ինչպես առողջություն, ինչպես է երեխան մեծանում։ Միքայելի ձայնում մշտական հանգիստ սպասում կար։ Կարծես հույս ուներ, որ ես ինքս կասեմ. «Եկեք», բայց ես այդպես չէի ասում։ Սոֆյան եւ Թաթևը հաճախ էին գալիս ինձ մոտ։ Մենք միասին գնում էինք խանութ, թեյ էինք խմում, հիշում էինք Ռուբենին։ Մի անգամ նրանք ուղիղ հարցրին. «Մամ, դու գոնե մի քիչ կարոտում ես Միքայելին»։ Ես մտածեցի եւ ազնվորեն պատասխանեցի. «Ես կարոտում եմ այն տղային, ով վազում էր ինձ մոտ ջարդված ծնկներով եւ լաց էր լինում կրծքիս վրա։ Այն պատանուն, ով առաջին անգամ գնաց հոր հետ աշխատանքի եւ հպարտորեն տուն վերում էր իր առաջին փողերը։ Բայց այս մարդուն ուսերս թոթվեցի ես։ Ես չեմ ճանաչում եւ ոչ մի գնով չեմ ուզում ճանաչել։ Նրանց ցավում էր դա լսելը։ Ես տեսնում էի, բայց նրանք ընդունեցին, որովհետև իրենք էլ մեծացել էին իրենց փորձով եւ հասկանում էին, որ կան բաներ, որոնք պարզապես բարերով չես կարող կարկատել։ Բայց նա որդի է։ Ես ապրում էի իմ նոր հանգիստ կյանքով։ Առավոտյան մարմնամարզություն, երբեմն յոգա մշակույթի տանը, հետո խանութ, եփել։ Երբեմն թույլ էի տալիս ինձ սրճարան, տորտ, նոր բլուզ։ Տարին 1 անգամ գնում էի սանատորիում։ Ոչ ծով, ինչպես երազում էր Ռուբենը, այլ տաք աղբյուրներ։ Բժիշկը այնտեղ մի անգամ ասաց. «Ձեր տարիքի համար շատ լավ տեսք ունենք, Ռոզա։ Տեսնում եմ, որ նյարդերը որոշ չափով հանգստացել են»։ Ես ծիծաղեցի. «Եթե իմանայիք, թե ինչ արժեցավ ինձ դա»։
Ռոբենի նամակը մինչ օրս պահում եմ։ Ոչ բարձի տակ, ոչ խորանարդի վրա, այլ սովորական, փաստացղտերի հետ։ Երբեմն հանում եմ կարդում, արդեն առանց հեկեկոցների, պարզապես հանգիստ։ Հիմա ես նրան ավելի լավ եմ հասկանում, քան այն ժամանակ։ Նա թույլ էր։ Նա թույլ տվեց, որ որդին ճնշի իրեն։ Նա չպաշտպանեց ինձ այնպես, ինչպես կարող էր, բայց նա արեց այն, ինչ իր կարծիքով միակ հնարավորն էր։ Թողեց ինձ ռեսուրս, որի մասին ոչ ոք չգիտեր։ Եվ այդ ռեսուրսով ես օգտվեցի ոչ թե շքեղության մեջ լողալու համար, այլ ողնաշարես ուղղելու եւ չապրելու այն մարդկանց ողորմությամբ, ովքեր մի օր որոշեցին, որ իրավունք ունեն ոտքերը սրբել իմ վրա։ Երբեմն նրա հետ մտքերով կռվում եմ, երբեմն շնորհակալություն եմ հայտնում։ Սա էլ մեր ընդհանուր կյանքի մասն է։ Իսկ բարոյականության մասին ես ոչ ուսուցչուհի եմ, ոչ սուրբ, բայց իմ տարիների ընթացքում որոշ բաներ հասկացա։ Առաջինը, չպետք է ինքդ քեզ տալ երեխաներին մինչև վերջին փշուրը, հույս ունենալով, որ նրանք անպայման կդառնան հենարան։ Երեխաները առանձին մարդիկ են։ Մեկը մեծանում է մարդ, մեկը սպառող, եւ անձնագիրը ոչինչ չի լուծում։ Մայրական սերը չպետք է նշանակի, որ քեզ կարելի է օգտագործել որպես անվճար բանկ եւ խնամակալուհի մինչև մահ։ Երկրորդը, ոչ ոք եւ երբեք չպետք է ստորագրի թղթեր առանց կարդալու, նույնիսկ եթե դրանք քո սեփական որդին է մոտեցնում, նույնիսկ եթե սիրտը ցավից է պատրվում։ Ցանկացած փաստաթուղթ, հատկապես կտակը, կատակ չէ։ Ուժ չկա կարդալու, սպասիր մինչև ուժերը հայտնվեն։ Իսկ եթե չեն տալիս սպասել, մտածիր, թե ում է դա ձեռնտու։ Եվ երրորդը, ուժ չէ սկսել ապրել քեզ համար։ Ես 67 տարեկան էի, երբ ինձ դուրս շպրտեցին տնից։ Կարծես թե տարիքն արդեն այնպիսին է, որ միայն պետք է ապրել մինչև վերջ, բայց հենց այդ ժամանակ ես առաջին անգամ գնեցի բնակարան, որը ընտրել էի ինքս։ Առաջին անգամ գրանցվեցի զբաղմունքների, պարզապես ինձ համար։ Առաջին անգամ դադարեցի եփել մեծ ընտանիքի համար եւ սկսեցի մտածել, թե ինչ եմ ուզում հենց ես։ Այո, ես ապրում եմ մենակ, բայց սա այն մենակությունը չէ, երբ նստում ես պատուհանի մոտ եւ սպասում, թե ով կգա եւ կխղճա քեզ։ Սա կյանք է, որում ես վերջապես պատկանում եմ ինքս ինձ։ Իմ դրան բանալիները իմն են, բանկային հաշիվս իմն է, գլուխս ուսերիս վրա իմն է։ Եթե դուք լսեցիք ինձ մինչև վերջ, շնորհակալ եմ։ Գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք եւ ինչպես եք կարծում, արդյոք մայրը պարտավոր է ներել ամեն ինչ միայն այն պատճառով, որ մարդը իր երեխան է։ Ինձ շատ հետաքրքիր է, թե քանի կին ինչպես ես մի օր որոշեց, որ ավելի լավ է ապրել հանգիստ մենակությամբ արժանապատվորեն, քան մեծ ընտանիքում, որտեղ քեզ չեն հարգում։